Նա մտավ այդ սենյակ իր կերպարը վաճառելու, բայց նրա աչքերը շատ ավելին գտան, քան պայմանագիրը։ Նա ցանկանում էր նրան որպես մարքեթինգային գործիք, բայց նրա մարմինը խոսում էր մի լեզվով, որը նա չէր սպասում լսել։ Առաջին հայացքի լռության մեջ ինչ-որ այրող բան ծնվեց երկու հոգիների մեջ, որոնք ձացնում էին, թե ոչինչ չեն զգում։ Այդ պահից սկսած յուրաքանչյուր կետ վերածվեց բոլոր կանոնները խախտելու հրավերի։ Հուսով ենք, որ կհավանեք այս պատմության հուզիչ շրջադարձը, սերը ցույց կտա կյանքի գեղեցկությունը։ Եթե հավանեք, բաժանորդագրվեք մեր ալիքին։ Մի մոռացեք մեզ ասել, թե որտեղից եք դիտում։ Իզաբելա Օհանյանը կենդանի հակադրություն էր Երանի քաոսի մեջ։ 24 տարեկան հասակում, երբ ավարտած միջազգային հարաբերությունների մասնագետ, նա տիրապետում էր 4 լեզուների նույն հեշտությամբ, ինչ շնչում էր, բայց իր շագանակագույն աչքերում կրում էր մի ամաչկոտություն, որը տարբերվում էր նրա սուր խելքից։ Նա ծնողների հետ ապրում էր Կենտրոն թաղամասի համեստ բնակարանում, մի վայրում, որտեղ Յակիշոբայի հոտը խառնվում էր կիրակի առավոտյան հայկական սուրճի բույրին։ Նրա հայրը, Անտոնը, ավանդական ձեռագործ կահույքի գործարանի սեփականատեր էր, որը փոխանցվել էր սերունդներով, այժմ տեսնում էր, թե ինչպես է ընտանեկան կայսրությունը փլուզվում ներմուծված ապրանքների մրցակցության պատճառով։ Մարտի այդ առավոտ Երանի խոնավ շոգը կարծես ուժեղացնում էր փոքր բնակարանի ներսում տիրող լարվածությունը։ Իզաբելան դիտում էր, թե ինչպես է հայրը խոհանոցի սեղանին թղթեր շրջում, նրա ձեռքերը դողում էին անհանգստության Պարկինսոնի սկզբնական ախտանիշերի համադրությունից, որը բժիշկը ախտորոշել էր ամիսներ առաջ։ Օհանյանի կահույքը պաշտոնապես սնանկ է, աղջիկս, ասաց Անտոնը խեղդված ձայնով, մինչդեռ Իզաբելայի մայրը Մարթան իր կողքին զսպում էր արցունքները։ 50 տարվա պատմություն վերջացավ։ Իզաբելան խորը շունչ քաշեց։ Պետք է լուծում լինի, հայրիկ։ Ես կարող եմ փորձել այդ աշխատանքը դեսպանատանը, գուցե։ Աղջիկս, բանկերը մեր տունը կվերցնեն։ Եվ քո հոր բուժումը, ընդհատեց Մարթան, չհամարձակվելով ավարտել նախադասությունը։ Նույն քաղաքի մյուս ծայրում Ռաֆայել Մանուկյանը վճռական քայլերով անցնում էր հյուսիսային պողոտայի նորագույն երկնաքերի հայելապատ նախասրահով։ 29 տարեկան հասակում նա հայկական տեխնոլոգիայի հրաշամանուկն էր, Ռմթեք ընկերության հիմնադիրը, որը հեղափոխել էր ազգային ֆինանսական շուկան իր արհեստական բանականության լուծումներով։ Հայկական Ցուկերբերգը, ինչպես նրան անվանել էր Forbes ամսագիրը, գրում էր ոչ միայն միլիարդավոր դրամների կարողության բեռը, այլ մի անցյալի բեռը, որը քչերին էր հայտնի։ Ռաֆայելը մտավ հանդիպումների սենյակ, որտեղ նրան սպասում էին Կացուրո Investments-ի 3 ճապոնացի ղեկավարներ։ Նրա փաստաբան մանկության ընկեր Մարկոս Աբրահամյանը նյարդայնացած էր թվում։ Ներդրողները կասկածներ ունեն ձեր ղեկավարության կայունության վերաբերյալ, Ռաֆայել, բացատրեց Մարկոսը ձախողված հանդիպումից հետո։ Նրանք գնահատում են ավանդույթը, ընտանիքը հարցականի տակ դրեցին ձեր անկայուն անձնական կյանքը, անցյալ տարվա Վանեսայի հետ կապված սկանդալները։ Իմ անձնական կյանքը ոչ մի կապ չունի իմ իրավասության հետ, գրգռված առարկեց Ռաֆայելը, ձեռքը անցկացնելով իր կատարելապես հարդարված սմազերով։ Նրանց համար ունի։ Ավագ ճապոնացին ինձ ուղղակիորեն հարցրեց, թե ինչու ձեր դիրքում գտնվող տղամարդը դեռ ընտանիք չի կազմել։ Ասացին, որ երկարաժամկետ ներդրումները պահանջում են ընտանեկան կայունություն ունեցող ղեկավարներ։ Եվ ինչ եք առաջարկում։ Որ մի գիշերվա մեջ կին գտնեմ։ Մարկոսը վարանեց, շտկելով իր բարակ շրջանակով ակնոցները։ Իրականում, այո։ Ժամանակավոր կին։ Ձական։ Ռաֆայելը չոր ծիծաղեց։ Դու խելագարվել ես։ Լավ մտածեք։ Ձեզ անհրաժեշտ է ճապոնական ներդրումը Ասիա ընդլայնվելու համար։ Նրանք պետք է կայունություն տեսնեն։ 2 տարվա պայմանագիր։ Զուսպ, խելացի մարդ, ով կիմանա, թե ինչպես պետք է պահել իրեն այդ շրջանակներում։ Հետո, բարեկամական ամուսնալուծություն։ Լռություն էր տիրում 40 հարկի մինիմալիստական գրասենյակում, հատակից առաստաղ պատուհաններից բացվում էր Երանի համայնապատկերը։ Ռաֆայելը մոտեցավ պատուհանին, դիտելով քաղաքը, որը նա նվաճել էր։ Նա պատրաստվում էր նվաճել աշխարհը, մեկ մշակութային մանրուք սպառնում էր նրա ծրագրերին։ Գտեք մեկին, ասաց նա վերջապես։ Մեկին, ով կապեր չունի մեր սոցիալական շրջանակի հետ, ով կընդունի բացառապես մասնագիտական համաձայնություն։ Առանց էմոցիոնալ բարդությունների։ 2 շաբաթ անց Իզաբելան տարօրինակ էլեկտրոնային նամակ ստացավ գործադիր կադրերի ընտրության ընկերությունից։
Հաղորդագրության մեջ նշվում էր եզակի հնարավորություն վստահելի պաշտոն արտասովոր վարձատրությամբ։ Նա վարանեց, կարծելով, որ դա խաբեություն է, բայց ընտանեկան իրավիճակի հուսահատությունը նրան ստիպեց ներկայանալ նշված հասցեով։ Կենտրոն թաղամասի գրասենյակը օրինական էր։ Նրան դիմավորեց Քրիստինե անունով մի էլեգանտ կին, ով նրան գաղտնիության համաձայնագիր ստորագրելուց հետո բացատրեց ամենաանիրական առաջարկը, որը Իզաբելան երբել լսել էր՝ 2 տարով լինել կարոր գործարարի ձական կինը։ Ամսական 50,000 դրամ աշխատավարձ։ 1 միլիոն դրամ սկզբնական բոնուս։ Տուն, սնունդ ներառված։ Առանց ֆիզիկական պարտավորությունների։ Զուտ մասնագիտական պայմանագիր, հավերժական գաղտնիության կետով։ Սա մարմնավաճառություն է, վրդովված հարցրեց Իզաբելան։ Բնավ ոչ, հանգիստ պատասխանեց Քրիստինեն։ Պայմանագրում հստակ նշված է, որ ֆիզիկական կամ ռոմանտիկ բնույթի որևէ սպասում չկա։ Սա արտրային համաձայնություն է։ Դուք կներկայացնեք կնոջ սոցիալական դերը, ուղեկցելով նրան միջոցառումներին, ընթրիքներին, գործնական ուղղություններին։ Ձեր կյանքի 2 տարին, ձեր ընտանիքի ֆինանսական անվտանգության դիմաց։ Իզաբելան դուրս եկավ գրասենյակից, մտքերը խառնված, պայմանագիրը պայուսակում ծանր, ինչպես կապարը։ Հիվանդանոցում նրա հայրը հենց նորս մեկ հուսահատեցնող լուր էր ստացել հիվանդության առաջընթացի փորձարարական բուժման բարձր արժեքի մասին, որը կարող էր դանդաղեցնել ախտանիշները։ Այդ գիշեր, մինչ երանում անձր էր գալիս, Իզաբելան որոշում կայացրեց։ Դողացող մատներով կարճ էլեկտրոնային նամակ ուղարկեց Քրիստինեի տված հասցեին։ Ընդունում եմ պայմանները։ Երբ ենք սկսում։ Պատասխանը եկավ հաջորդ առավոտ։ Հանդիպում կկազմակերպվեր, որպեսզի նա ծանոթանար իր ապագա ամուսնուն։ Մինչ այդ ոչ մի անուն չէր նշվել։ Ռմթեկի գրասենյակը տպավորեց Իզաբելային, բայց ոչ այնքան, որքան այն տղամարդը, ով սպասում էր նրան մասնավոր հանդիպումների սենյակում։ Ռաֆայել Մանուկյանը անձամբ ավելի սարսափելի էր, քան ամսագրերի լուսանկարներում։ Բարձրահասակ, լայն ուսերով, որոնք ընդգծված էին անթերի կտրված կոստյումով, թափանցող կանաչ աչքերով արտահայտությամբ, որը խառնում էր ամբարտավանությունն ու հոգնածությունը։ Օհանյան օրիորդ, ասաց նա, առանց ոտքի կանգնելու կամ ձեռքը մեկնելու։ Մարկոսը ինձ տեղեկացրեց, որ դուք ընդունել եք մեր առաջարկը։ Այո, պարզապես պատասխանեց նա, չնայած նյարդայնությանը, գլուխը բարձր պահելով։ Նախքան առաջ գնալը, ես պետք է համոզվեմ, որ դուք հասկանում եք, թե ինչին եք հստակ համաձայնում։ Սա հեքիաթ չէ։ Սա արտրային պայմանագիր է։ Ռոմանտիկա չի լինի, էմոցիոնալ ներգրավվածություն չի լինի։ Դուք հարմարավետ կյանք կունենաք, բայց կապրեք իմ կանոններով, իմ օրակարգով։ Լիովին հասկանում եմ, պատասխանեց Իզաբելան մի հանգստությամբ, որը չէր զգում։ Ես նույնպես պայմաններ ունեմ։ Ռաֆայելը բարձրացրեց մեկ հոնքը, զարմացած։ Պայմաններ։ Կանխավճարը կօգտագործվի հորս ընկերության պարտքերը մարելու նրա բժշկական բուժումն ապահովելու համար։ Ինձ թույլտվություն է պետք նրանց պարբերաբար այցելելու համար։ Ես ուզում եմ շարունակել իմ հետբուհական ուսումը։ Եվ ուզում եմ մի կետ, որը կերաշխավորի, որ եթե դուք խախտեք համաձայնագիրը, 2 տարվա ամբողջ գումարը կվճարվի։ Թեթ ժպիտ հայտնվեց Ռաֆայելի շուրթերին, առաջինը սենյակ մտնելուց ի վեր։ Տեսնում եմ, որ Քրիստինեն լավ է ընտրել։ Մարկոսը կզբաղվի պայմանագրային փոփոխություններով։ 3 օր անց նրանք ամուսնացան քաղաքացիական հանդիսավոր արարողությամբ։ Մեկ շաբաթ անց Իզաբելան տեղափոխվեց Ռաֆայելի եռահարկ պենթհաուսը Արաբկիր թաղամասում, Երանի ամենաէլիտար թաղամասերից մեկում։ Տեղը հսկայական էր, ցուրտ ու անձնական, ինչպես իր տերը, մուգ մարմարներ, մուգ ապակիներ, իտալական դիզայներական կահույք, ժամանակակից տեխնոլոգիաներ յուրաքանչյուր անկյունում։ Տիկին Զելման, միջին տարիքի տնային տնտեսուհին, ով տարիներ շարունակ աշխատում էր Ռաֆայելի մոտ, Իզաբելային ցույց տվեց նրա սենյակը, ընդարձակ սենյակ, հաղթանակի զբոսայգու տեսարանով, ամբողջովին առանձնացված Ռաֆայելի հիմնական սենյակից։ Պարոն Ռաֆայելի կանոնները պարզ են, աղջիկս, բացատրեց տիկին Զելման հյուրընկալ հայկական շեշտադրությամբ, որը հակասում էր միջավայրի սառնությանը։ Սուրճը 6:39, նա դուրս է գալիս 7:15-ին։ Հազվադեպ է վերադառնում ճաշի։ Ընթրիքը 20:00-ին, երբ տանն է։ Չի սիրում անկարգություն, աղմուկ կամ անակնկալներ։ Զգեստապահարանը արդեն համալրված է ձեր չափսի հագուստով տարբեր առիթների համար։
Ես նոր հագուստ չէի խնդրել, մեկնաբանեց Իզաբելան, բացելով զգեստապահարանը տասնյակ դիզայներական հագուստ գտնելու համար, որոնք դեռ պիտակներով էին։ Պարոն Ռաֆայելը ոճաբան է վարձել։ Ասաց, որ ձեր հանրային կերպարը պետք է համահունչ լինի իրենին։ Այդ առաջին գիշեր Իզաբելան մենակ ընթրեց։ Ռաֆայելը հաղորդագրություն ուղարկեց, տեղեկացնելով, որ շտապ հանդիպում ունի։ Նստած ընդարձակ ճաշասեղանի մոտ, որը կարող էր տեղավորել 16 հոգի, սպասարկվում էր լուռ ու արդյունավետ անձնակազմի կողմից, Իզաբելան զգաց իր կայացրած որոշման ծանրությունը։ Նա նայեց իր մատի պլատինե մատանուն, ոսկե բանտ, որը կփրկեր նրա ընտանիքը։ Ավելի ուշ, պառկած եգիպտական սավաններով թագավորական մահճակալին, նա թույլ տվեց իրեն առաջին անգամ լաց լինել, պայմանագիրը ստորագրելուց ի վեր։ Հիշեց հոր խոսքերը, երբ նրան պատմեց ճշմարտության խմբագրված տարբերակը, որ Ռաֆայելին հանդիպել էր նետվորքինգի միջոցառման ժամանակ, որ հարաբերությունները արագ էին, բայց ինտենսիվ։ Այս տղան բախտավոր է, որ քեզ է գտել, աղջիկս, ասել էր Անտոնը, արդեն ավելի ուժեղ ելալով թանկարժեք բուժումը սկսելուց հետո, որը Ռաֆայելի գումարն էր ապահովել։ Պարզապես համոզվիր, որ նա քեզ գնահատում է այնպիսին, ինչպիսին կաս, ոչ թե այնպիսին, ինչպիսին երում ես։ Իզաբելան սրբեց արցունքները։ Նա դեր ուներ կատարելու։ Պայմանագիր կատարելու։ Նրա անձնական ամբողջականությունը միակ բանն էր, որ դեռ պատկանում էր նրան, նա այն կպաշտպաներ ամեն գնով։ Նույնիսկ եթե դա նշանակեր ամեն օր ապրել մի տղամարդու հետ, ով նրան տեսնում էր միայն որպես բիզնես ակտիվ, ով, չնայած իր սառնությանը, նրա մեջ արթնացնում էր մի հետաքրքրություն, որը նա չէր համարձակվում խոստովանել։ Հեռախոսը զանգահարեց, ընդհատելով նրա մտքերը։ Դա Ռաֆայելն էր։ Առաջին պաշտոնական միջոցառումը վաղը երեկոյան է։ Ընթրիք ճապոնացի ներդրողների հետ։ Հագեք մուգ կապույտ զգեստը։ Մեքենան 19:09։ Բարի գիշեր, Իզաբելա։ Նա անջատեց հեռախոսը, նախքան նա կկարողանար պատասխանել։ Իզաբելան խորը շունչ քաշեց։ Խաղը սկսվել էր։ Եթե հավանում եք, մեկնաբանեք, թե ինչ կարծիք ունեք մեր զույգի սիրավեպի մասին։ Ճապոնացի ներդրողների հետ ընթրիքը մետրոպոլ հյուրանոցի գագաթին գտնվող էլեգանտ ռեստորանում Իզաբելայի առաջին փորձությունն էր։ Հագած մուգ կապույտ զգեստով, որն ընդգծում էր նրա բաց շագանակագույն մաշկը, շագանակագույն մազերը, նա մտավ մասնավոր սրահ, Ռաֆայելի ձեռքը բռնած, զգալով նրա ափի ջերմությունը իր ձեռքի դեմ, մի փորձված ժեստ, որը ցանկացած դիտորդի համար իրական կթվար։ Հիշիր, շշնջաց Ռաֆայելը նախքան մտնելը, նրանք գնահատում են ավանդույթը։ Մենք կատարյալ զույգ ենք, սիրահարված, բայց սուսպ։ Պարոն Կացուրոն, մոտ 60 տարեկան մի անթերի կեցվածքով տղամարդ, հետաքրքրությամբ դիտեց Իզաբելային, երբ Ռաֆայելը նրանց ներկայացրեց ազատ ճապոներենով։ Իզաբելան քաղաքավարի ժպտաց, բոլորի զարմանքին, պատասխանեց նույն լեզվով, մի արտասանությամբ, որը ճապոնացի գործարարի աչքերը փայլեցրեց։ Ձեր կինը անակնկալների արկղ է, մանուկյան սան, մեկնաբանեց Կացուրոն, երբ նրանք նստեցին։ Որտեղից եք այդքան ազատ ճապոներեն սովորել, տիկին Մանուկյան։ Իզաբելան բացատրեց իր մանկուց ճապոնական մշակույթի հանդեպ իր հիացմունքի մասին, մեծանալով կենտրոն թաղամասում, թե ինչպես էր մասնագիտացել Հայաստան-Ասիա հարաբերություններում համալսարանում սովորելու տարիներին։ Զրույցը բնականon կերպով ընթացավ, Իզաբելան միջամտում էր ճապոներեն, անգլերեն-հայերեն մեկնաբանություններով, ցույց տալով միջազգային էթիկայի խորը գիտելիքներ, որոնք տեսանելիորեն տպավորեցին ներդրողներին։ Ռաֆայելը նրան դիտում էր աճող հետաքրքրությամբ։ Նա սպասում էր, որ նա պարզապես կժպտա կհամաձայնվի, բայց Իզաբելան բնական էլեգանտությամբ էր վարում զրույցը, որին ինքը, իր ամբողջ գործադիր պատրաստվածությամբ, չէր կարող համապատասխանել։ Ընթրիքի ընթացքում, երբ քննարկումը հանգեց ասիական շուկայում տվյալների պաշտպանության կանոնակարգերի շուրջ փակուղու, ներդրումների համար կարևոր կետ, հենց Իզաբելան նրբորեն առաջարկեց այլընտրանքային մոտեցում, հիմնված ճապոնական օրենսդրության վերջին փոփոխությունների վերաբերյալ իր գիտելիքների վրա։ Առաջարկը խմբի կողմից ընդունվեց ոգորությամբ։ Տունդարձի ճանապարհին, Մերսեդեսի ներսում տիրող լռությունը գրեթե շոշափելի էր։ Ռաֆայելը կենտրոնացած էր վարելու վրա, մատները թմբկահարում էին ղեկին, սկսվող թեթ անձրի ռիթմին համահունչ։ Դուք կարող էիք ինձ տեղեկացնել, որ ազատ ճապոներեն եք խոսում, վերջապես խախտեց նա լռությունը, առանց աչքերը թաց ճանապարհից շեղելու։ Դուք չհարցրեցիք, պարզապես պատասխանեց Իզաբելան։ Իմ ինքնակենսագրականում նշված էին իմ լեզվական հմտությունները։ Դուք արտասովոր էիք այսօր երեկոյան։
Խոսքերը նրա համար դժվար էին թվում։ Կացուրոսանը տեսանելիորեն տպավորված էր։ Ես պարզապես կատարում եմ պայմանագիրը, ասաց նա, նայելով պատուհանից դեպի Երանի լուսավորված երկնաքերը։ Կեղծ երախտագիտության կարիք չկա։ Ռաֆայելը ամուր սեղմեց ղեկը։ Դա կեղծ երախտագիտություն չէ։ Դա մասնագիտական ճանաչում է։ Դուք լավ աշխատանք եք կատարել։ Երբ նրանք հասան բնակարան, Ռաֆայելը Մարկոսից հաղորդագրություն ստացավ, ճապոնացի ներդրողները նախնական կանաչ լույս էին տվել համաձայնագրին։ Լուրը հիանալի էր, բայց այլ բան էր զբաղեցնում Ռաֆայելի միտքը, երբ նա դիտում էր, թե ինչպես է Իզաբելան լուր գնում իր սենյակ։ Հաջորդ շաբաթներին հանրային ելույթների տեմպն ակտիվացավ։ Բարեգործական երեկույթներ, կորպորատիվ կոկտեյլներ, ընթրիքներ քաղաքական գործիչների գործարարների հետ։ Իզաբելան հարմարվում էր յուրաքանչյուր միջավայրին, ինչպես քամելեոնը, միշտ զուսպ, բայց հիշարժան, առանց ակնհայտ ջանքերի նվաճելով երկրպագուներին, բայց մնալով անհասանելի հենց այնպես, ինչպես պահանջում էր պայմանագիրը։ Տանը, սակայն, դինամիկան այլ էր։ Ռաֆայելն ու Իզաբելան հազվադեպ էին հանդիպում։ Նա դուրս էր գալիս նախքան նա արթնանալը, հաճախ վերադառնում էր, երբ նա արդեն քնած էր։ Համատեղ ճաշերը հազվադեպ էին լի անհարմար լռություններով, որոնք ընդհատվում էին միայն օրակարգի պլանավորումներով կամ ապագա միջոցառումների վերաբերյալ ցուցումներով։ Տիկին Զելման, տնային տնտեսուհին, ամեն ինչ դիտում էր իր իմաստուն աչքերով։ Մի առավոտ, երբ նա սուրճ էր մատուցում Իզաբելային տերասում, անզգուշորեն մեկնաբանեց. Ռաֆայել տղան երբեք ոչ ոքի այստեղ ապրելու չի բերել, գիտեք։ Նույնիսկ այն հեռուստատեսային աղջկան, ում հետ նա հայտնվում էր թերթերում։ Իզաբելան աչքերը բարձրացրեց իր գրքից։ Տիկին Զելմա, պետք չէ ինձ ստիպել հատուկ զգալ։ Ես հստակ գիտեմ, թե ինչպիսի պայմանավորվածություն ունենք։ Տիկինը խորհրդավոր ժպտաց։ Գիտեմ, որ գիտեք, աղջիկս։ Պարզապես հետաքրքիր է, թե ինչպես է նա փոխել որոշ սովորություններ ձեր գալուց հետո։ Ավելի շատ է ընտրում տանը։ Գնել է այն խոլորձները, որոնցով հիացել էիք անցյալ շաբաթ։ Նույնիսկ ինձ հարցրեց, թե որն է ձեր սիրելի ուտեստը։ Իզաբելան փորձեց անտեսել դեմքին զգացվող թեթ ջերմությունը։ Դրանք պարզապես ռազմավարություններ են, պայմանավորվածությունն ավելի համոզիչ դարձնելու համար, ասաց նա, ավելի շատ իրեն, քան տիկին Զելմային։ Բայց ինչ-որ բան նրբորեն փոխվում էր։ Ռաֆայելը սկսեց ավելի շուտ գալ տուն որոշ երեկոներ։ Երբեմն հարցեր էր տալիս նրա օրվա ուսումնասիրությունների, հետաքրքրությունների մասին, անկեղծ հետաքրքրության կարճատ պահեր, որոնք շուտով քողարկվում էին նրա սովորական զուսպ վարքով։ Մի երեկո, հատկապես սթրեսային միջոցառումից հետո, որտեղ նրանք ստիպված էին լինել շփվել մի համառ լրագրողի հետ, ով հարցեր էր տալիս նրանց կայծակնային սիրավեպի մանրամասների մասին, Ռաֆայելը զարմացրեց նրան, տուն հասնելուն պես գինու շիշ բացելով։ Կարծում եմ, մենք սա արժանի ենք այդ հարցաքննությունից հետո, ասաց նա, մեկնելով բաժակը։ Իզաբելան վարանելով ընդունեց։ Դա առաջին անգամն էր, որ նա առաջարկում էր նմանատիպ համատեղ հանգստի պահ։ Նստած պենթհաուսի լայն պատշգամբում, քաղաքը լուսավորված իրենց ոտքերի տակ, նրանք զրուցեցին։ Սկզբում միջոցառման մասին, հետո ինտրուսիվ լրագրողի մասին, աստիճանաբար ավելի անձնական հարցերի մասին, նրա ուսումնասիրությունները, նրա նախագծերը, գրքեր, որոնք երկուսն էլ կարդացել էին, վայրեր, որոնք երազում էին տեսնել։ Ինչու՞։ Միջազգային հարաբերություններ, հարցրեց նա ինչ-որ պահի, անկեղծորեն հետաքրքրված։ Միշտ հավատացել եմ, որ տարբեր մշակույթները հասկանալը հակամարտությունները լուծելու ճանապարհն է, պատասխանեց նա, զարմանալով իր սեփական անկեղծությունից։ Մեծացել եմ, տեսնելով, թե ինչպես է հայրս բանակցում արտասահմանյան մատակարարների հետ։ Նա միշտ ասում էր, որ լավ գործարքը սկսվում է մյուսի մշակութային համատեքստի նկատմամբ հարգանքով։ Ձեր հայրը իմաստուն մարդ է թվում։ Նա է։ Իզաբելան վարանեց։ Շնորհակալ եմ բուժման համար։ Բժիշկներն ասում են, որ նա լավ է արձագանքում։ Ռաֆայելը գլխով արեց, հանկարծակի անհարմար զգալով երախտագիտությունից։ Դա մեր համաձայնագրի մի մասն է։ Լռությունը վերադարձավ, բայց այժմ այլ էր, ավելի քիչ լարված, ավելի շատ խորհրդածական։ Իսկ դուք։ Ինչու։ Տեխնոլոգիա։ Հարցրեց նա վերջապես։ Վերահսկողություն, պատասխանեց նա առանց վարանելու։ Կոդերում, մեքենաներում կա հստակ տրամաբանություն։ Առանց անակնկալների, առանց դավաճանության։
Եթե ինչ-որ բան սխալ է գնում, դա այն է, որ դու սխալվել ես գործընթացի ինչ-որ մասում։ Կյանքի բավականին կառուցվածքային տեսլական է թվում։ Կյանքը ինձ սովորեցրեց, որ կառուցվածքը անվտանգություն է։ Նրա կանաչ աչքերը մի պահ շատ երկար կանգնեցին նրա աչքերին, նախքան նա կտրուկ ոտքի կկանգներ։ Ուշ է դառնում։ Վաղը նահանգապետի հետ ճաշ ունենք։ Զրույցն ավարտվեց, բայց ինչ-որ բան փոխվել էր։ Փոքրիկ պատուհան էր բացվել, երկուսն էլ դրանում վտանգ էին զգում։ Հաջորդ շաբաթներին Ռաֆայելն ակտիվացրեց իր աշխատանքային ռեժիմը, ավելի ու ավելի ուշ գալով տուն, ակնհայտորեն խուսափելով Իզաբելայի հետ մենակ մնալու պահերից։ Նա իր հերթին խորասուզվեց ԵՊՀ-ում նոր սկսած իր հետբուհական ուսումնասիրությունների մեջ, երկար ժամանակ անցկացնելով գրադարանում խուսափելու շքեղ բնակարանի մենակությունից։ Երբ նրանք ստիպված էին լինել միասին մասնակցել միջոցառումների, սակայն նրանց միջ քիմիան անհնար էր անտեսել։ Երկարատ հայացքներ, ձեռքեր, որոնք երկար էին մնում պատահական շփումների ժամանակ, անկեղծ ժպիտներ, որոնք դուրս էին գալիս նախքան զսպվելը, փոքր ճեղքեր այն մասնագիտական ճակատում, որը նրանք կառուցել էին։ Լրատվամիջոցները սկսեցին նկատել։ Մի ամսագիր հրապարակեց նրանց լուսանկարը Հայաստանի ազգային պատկերասրահի գալա երեկոյից, որտեղ Ռաֆայելը նայում էր Իզաբելային, մինչդեռ նա չէր նկատում, մի արտահայտությամբ, որը հրապարակումը նկարագրեց որպես զսպված պաշտամունքի։ Պահի զույգի մասին շահարկումները բազմապատկվեցին, մարմնի լեզվի վերլուծությունները հուշում էին, որ այնտեղ իսկական սեր կար։ Սա լավ է բիզնեսի համար, մեկնաբանեց Մարկոսը, երբ ցույց տվեց հոդվածը Ռաֆայելին։ Ներդրողները հիացած են կայունության պատկերով, որը դուք փոխանցում եք։ Ռաֆայելը պարզապես գլխով արեց, ամսագիրը դնելով իր դարակում, երբ ընկերոջ դուրս եկավ, մի ժեստ, որը ինքն էլ չկարողացավ բացատրել։ Տանը լարվածությունն աճում էր։ Երբեմն նրանք հանդիպում էին խոհանոցում ուշգիշերով, կամ հատում էին միջանցքում լոգանքից հետո, պատահական մոտիկության պահեր, որոնք օդը լցնում էին չասված խոսքերով։ Մի երեկո երանյան ամառվա բնորոշ ամպրոպի ժամանակ էլեկտրաէներգիան անջատվեց մի քանի թաղամասերում, այդ թվում Արաբ գիրում։ Ռաֆայելը հենց նոր էր հասել թրջված անձրից, որը նրան բռնել էր ավտոկայանատեղիից մինչ շքամուտք։ Իզաբելան հյուրասենյակի բազմոցին էր, կարդում էր մոմի լույսի տակ, որը տիկին Զելման նախապես տեղադրել էր նախքան հեռանալը։ Տեսնելով նրան այդ վիճակում, նա բնազդաբար ոտքի կանգնեց։ Դուք թրջված եք։ Ես սրբիչ կբերեմ։ Պետք չէ, ասաց նա, բայց Իզաբելան արդեն դուրս էր եկել։ Երբ Իզաբելան վերադարձավ սրբիչով, նա Ռաֆայելին գտավ նույն տեղում կանգնած, սպիտակ վերնաշապիկը թափանցիկ կպած մարզական մարմնին, ծմազերը կաթում էին նրա անկյունային դեմքին։ Մի պահ նա խոցելի էր թվում, գրեթե երիտասարդ, այն անողոք գործադիրից այնքան տարբեր, որին աշխարհը ճանաչում էր։ Նա մեկնեց։ Սրբիչը, երբ նա վերցրեց այն, նրանց մատները դիպան։ Հեռվում ամպրոպ որոտաց, կարճատ լուսավորելով սենյակը համայնապատկերային պատուհաններից, ընդգծելով Իզաբելայի դեմքը լույսի ստվերի խաղի մեջ, որը ստիպեց Ռաֆայելին զսպել շունչը։ Դուք պետք է հագուստ փոխեք, ասաց նա, ձայնը սովորականից ավելի մեղմ։ Ես թեյ կպատրաստեմ։ Ռաֆայելը գլխով արեց հեռացավ, չափազանց գիտակցելով նրա հայացքը իր մեջքին։ Երբ նա վերադարձավ սենյակ, հագած սպորտային տաբատ պարզ շապիկ, տնային մտերմության տեսարան, որը Իզաբելան երբեք չէր տեսել, նա նրան գտավ ծածկված պատշգամբում, դիտելով փոթորիկը երկու շոգի բաժակներով կողքի սեղանին։ Այստեղից տեսարանը տպավորիչ է, նույնիսկ մթության մեջ, մեկնաբանեց նա, երբ Ռաֆայելը մոտեցավ։ Ես այս բնակարանը գնել եմ տեսարանի համար, ասաց նա, ընդունելով նրա առաջարկած բաժակը։ Պարզ օրերին կարելի է տեսնել մինչ Արագած լեռը։ Երբեք չէի մտածի, որ կկարոտեմ պարզությունը, խոստովանեց Իզաբելան մի պահից հետո։ Մեր հին բնակարանում, երբ լույս չկար, մոմի լույսի տակ քարտեր էինք խաղում։ Հայրս միշտ ամենազվարճալի ձայներով սարսափ պատմություններ էր պատմում։ Առանց նկատելու նա ժպտում էր հիշողությունից, Ռաֆայելն էլ իրեն ժպտում էր, գրավված նրա դեմքի անկեղծ արտահայտությունից, այնքան տարբեր այն նրբագեղ կերպարից, որը նա ներկայացնում էր հանրությանը։ Մենք ինչ-որ տեղ քարտեր ունենք, հանկարծ ասաց նա։ Եվ մենք ավելի լավ բան չունենք անելու, մինչ էլեկտրաէներգիան կվերականգնվի։ Նրա դեմքի զարմանքը բավարար պարկ էր անսպասելի ցանկության համար։ Այդ գիշեր, նստած հյուրասենյակի գորգին, մոմերի շրջապատում, նրանք քարտեր խաղացին, ինչպես երկու անծանոթներ, որոնք նորից էին բացահայտում միմյանց։
Ռաֆայելը ծիծաղեց մի հազվագյուտ ձայն, որը ստիպեց Իզաբելային հասկանալ, թե որքան երիտասարդ էր նա, չնայած իր կրած պատասխանատվությանը։ Նա պատմեց իր մանկության պատմությունները, իսկ նա սկզբում վարանելով կիսվեց իր սեփականներից մի քանիսով։ Ծնողներս մահացան, երբ ես 16 տարեկան էի, բացահայտեց նա ինչ-որ պահի, աչքերը հառած իր ձեռքի քարտերին։ Մեքենայի վթար երան Սան Մայրուղու վրա։ Դրանից հետո ինձ մեծացրեց տատս։ Ցավում եմ, ասաց Իզաբելան, դիմադրելով նրա ձեռքին դիպչելու ցանկությանը։ Դա դժվար պետք է լիներ։ Այդ ժամանակ ես սովորեցի, որ աշխարհը չի սպասում, մինչ դու ապաքինվես, որպեսզի առաջ շարժվի։ Նրա ձայնը զսպված էր, բայց Իզաբելան նկատեց լարվածությունը նրա ուսերին։ Ես սկսեցի ծրագրավորել, որպես փախուստից։ Իմ առաջին հավելվածը ստեղծեցի նախքան ավագ դպրոցն ավարտելը։ Երբ ընդունվեցի պոլիտեխնիկ, արդեն 3 արտոնագիր ունեի։ Դա տպավորիչ է, անկեղծորեն ասաց նա։ Ցավը վերածել արդյունավետ բանի։ Դա ազնվություն չէր։ Դա գոյատում էր։ Նա վերջապես նայեց նրան։ Իսկ դուք։ Ո՞րն էր ձեր որոշիչ պահը։ Իզաբելան մտածեց։ Գուցե սա, անկեղծորեն պատասխանեց նա։ Թողնել ամեն ինչ, ինչ գիտեի, որպեսզի փրկեմ իմ ընտանիքը։ Բացահայտել, որ ես կարող եմ ավելի հարմարվող լինել, քան պատկերացնում էի։ Ինչ-որ բան անցավ նրա աչքերով, գուցե մեղքից տվեր, նախքան Ռաֆայելը հայացքը կշեղեր։ Դուք ավելի լավ ընտրության արժանի էիք, ասաց նա ցածր ձայնով, գրեթե իրեն։ Նախքան նա կկարողանար պատասխանել, լույսերը հանկարծակի վերականգնվեցին, ցրելով նրան ստեղծած մտերմիկ մթնոլորտը։ Ռաֆայելը ոտքի կանգնեց, արդյունավետորեն հավաքելով քարտերը։ Ավելի լավ է հանգստանանք։ Վաղը Գյումրիում գործարան այցելություն ունենք։ Եվ այսպես, պահն անցավ։ Բայց ինչ-որ բան հիմնովին փոխվել էր նրանց միջ, փոխադարձ ըմբռնում, որը գերազանցում էր նրանց թղթի վրա միացնող պայմանագիրը։ Այդ գիշեր Իզաբելան պառկեց, մտածելով Ռաֆայելի ձեռքերի, նրա ժպիտի հազվագյուտ կորության, ծնողների մասին խոսելիս նրա աչքերի պահի խոցելիության մասին։ Վտանգավոր մտքեր նրա դիրքում գտնվող մեկի համար։ Իր սենյակում Ռաֆայելը դիտում էր այժմ հեռացող փոթորիկը, գիտակցելով մի անհարմար ճշմարտություն։ Այն կինը, ում նա բերել էր իր կյանք որպես մասնագիտական լուծում, դառնում էր շատ ավելի բարդ, պոտենցիալ կործանարար։ Պայմանագրում հստակ նշված էր. ցանկացած էմոցիոնալ ներգրավվածություն հանդիսանում է պայմանների խախտում անմիջական խզում։ Սառը խոսքեր մի զգացմունքի համար, որը սկսում էր ջերմացնել նրա կուրծքը, ընդդեմ իր կամքի։ Գարունը նուրբ փոփոխություններ բերեց մանուկյան զույգի առօրյային։ Ռաֆայելը սկսեց ավելի շատ ընթրել տանը։ Իզաբելան սկսեց իր կարդացած գրքերը մոռանալ ռազմավարականորեն տանը, փոքրիկ պատուհաններ իր մտքի համար, որոնք նա գաղտնիորեն ուսումնասիրում էր։ Ուրբաթ երեկոները նախկինում լի սոցիալական միջոցառումներով աստիճանաբար վերածվեցին հանգիստ ընթրիքների պենթհաուսում, որին հաջորդում էին ֆիլմեր կամ երկարած զրույցներ պատշգամբում։ Նրանք երբեք չէին խոսում այդ փոփոխությունների մասին։ Երբեք չէին ճանաչում, որ նրանք քիչ առ քիչ կառուցում էին մի բան, որը վտանգավոր կերպով նման էր իրական կյանքի։ Սեպտեմբերի կեսերին Ռաֆայելը Իզաբելային զարմացրեց անսպասելի հրավերով։ Հաջորդ շաբաթ պետք է գնանք Սիլիկոնային հովիտ։ Հանդիպումներ պոտենցիալ ամերիկացի գործընկերների հետ։ Նա վարանեց, ինչը հազվադեպ էր նրա միշտ վճռական պահվածքում։ Մտածեցի, որ գուցե կցանկանաք երկարաձգել ճանապարհորդությունը։ Մի քանի օր անցկացնել Սան Ֆրանցիսկոյում պաշտոնական պարտավորություններից հետո։ Իզաբելայի ինքնաբուխ ժպիտը բավարար պատասխան էր, լուսավորելով նրա դեմքը այնպես, որ ստիպեց Ռաֆայելի սրտին անհարմար արագանալ։ Ճանապարհորդությունը սկսվեց որպես մասնագիտական պարտավորություն, օրերլի հանդիպումներով, շնորհանդեսներով, գործնական ընթրիքներով, որտեղ Իզաբելան, ինչպես միշտ, կատարյալ կերպով կատարեց իր դերը, հիացնելով ամերիկացի ղեկավարներին իր սուր խելքով, զուսպ հմայքով։ Ռաֆայելը դիտում էր մի հպարտությամբ, որը շատ ավելին էր, քան պայմանագրային բավարարվածությունը։ Երբ ճանապարհորդության պաշտոնական մասն ավարտվեց, նրանց միջ ինչ-որ բան փոխվեց։ Հեռու երանից, ծանոթ հայացքներից, սպասումներից սահմանված դերերից, նրանք պարզապես Ռաֆայելն ու Իզաբելան էին, երկու երիտասարդներ, որոնք ուսումնասիրում էին օտար քաղաք։ Սան Ֆրանցիսկոյում նրանք քայլեցին ոսկե դարպասով, պատված քաղաքի բնորոշ մառախուղով։
Այցելեցին գրախանութներ Բերքլիում, փոքր ռեստորաններ Սոսալիտոյում։ Ռաֆայելն ավելի շատ էր ժպտում, ավելի շատ էր խոսում, կարծես անտեսանելի բեռ էր ժամանակավորապես հեռացվել նրա ուսերից։ Երրորդ գիշեր, ծոցի տեսարանով փոքրիկ իտալական ռեստորանում ընթրիքից հետո, նրանք որոշեցին ոտքով վերադառնալ հյուրանոց։ Սեպտեմբերյան ցուրտ քամին ստիպեց Իզաբելային դողալ, Ռաֆայելը, բնազդաբար, իր ձեռքը դրեց նրա ուսերին։ Նա չհեռացավ։ Շնորհակալ եմ սրա համար, մեղմորեն ասաց նա։ Այս օրերի համար։ Դուք արժանի եք նման պահերի, պատասխանեց նա, ձայնը սովորականից ավելի ցածր։ Ազատություն։ Առանց արձանագրությունների։ Տարօրինակ է, չէ՞։ Ինչպես ենք կարողանում ավելի շատ լինել ինքներս մեզ, ծածնելով, թե ուրիշ մարդիկ ենք։ Նա նայեց նրան, զարմացած դիտարկման ճշգրտությունից։ Դուք միշտ կարողանում եք տեսնել շերտերի միջով։ Մասնագիտորեն։ Մարզված հասկանալու մշակույթներն ու մարդկանց, կատակեց նա, բայց նրա աչքերը լուրջ մնացին։ Բայց դուք, Ռաֆայել, դուք ամենաբարդ հանելուկն եք, որին երբե հանդիպել եմ։ Նա դադարեց քայլել, շրջվելով, ամբողջությամբ դեմ առ դեմ կանգնելու նրան։ Լուսավորման սյուների մեղմ լույսի ներքո, քամուց թեթակի անհարդարված մազերով քաղաքի լույսերը արտացոլող փայլուն աչքերով, Իզաբելան ավելի իրական, ավելի կենդանի էր թվում, քան ցանկացած մարդ, ում նա երբե ճանաչել էր։ Ես բարդ չեմ, ասաց նա վերջապես։ Պարզապես զգույշ։ Նորից վնասվելուց վախենու՞մ եք։ Հարցը կախված էր նրանց միջ, վտանգավոր իր ուղիղ պարզությամբ։ Ռաֆայելը զգաց նահանջելու, իր պաշտպանությունը բարձրացնելու ծանոթ ցանկությունը։ Բայց ինչ-որ բան այդ պահին, գուցե տանից հեռավորությունը, գուցե ընթրիքի գինին, գուցե պարզապես այնպես, ինչպես նա նայում էր նրան, ստիպեց նրան մնալ։ Այո, խոստովանեց նա, խոսքը գրեթե քամուց տարվեց։ Իզաբելան մեկ քայլ առաջ արեց, վերացնելով նրանց միջ եղած տարածությունը։ Նրա ձեռքը դիպավ նրա դեմքին, այնքան անսպասելի ժեստ, որ Ռաֆայելը սառեց։ Շնորհակալ եմ անկեղծության համար, շշնջաց նա։ Այն, ինչ տեղի ունեցավ հաջորդը, անխուսափելի էր թվում, ինչպես մակընթացությունը։ Ռաֆայելը թեքվեց, նրա շուրթերը գտան նրանը, սկզբում վարանող, այնուհետ մի ինտենսիվությամբ, որը զարմացրեց երկուսին էլ։ Նրա ձեռքերը փաթաթվեցին նրա իրանին, նրան ավելի մոտ քաշելով, մինչդեռ նրա մատները միահյուսվեցին նրա մազերին։ Երբ նրանք վերջապես բաժանվեցին, շնչահեղձ, այն, ինչ նրանք արել էին, կախված էր նրանց միջ։ Սա բարդացնում է ամեն ինչ, ասաց Ռաֆայելը, ճակատը դեռ նրա ճակատին։ Արդեն բարդ էր, պատասխանեց Իզաբելան։ Պարզապես հիմա ենք ընդունում։ Այդ գիշեր, հյուրանոցի սենյակում, որը մինչ այդ նրանք կիսում էին, պահպանելով հարգալից հեռավորություն, արգելքները լիովին փլուզվեցին։ Յուրաքանչյուր հպում, յուրաքանչյուր համբույր միաժամանակ նոր ծանոթ էր թվում, կարծես նրանց մարմինները ճանաչում էին մի բան, որը նրանց մտքերը փորձել էին ժխտել։ Իզաբելայի համար, ով երբեք նախկինում ոչ ոքի չէր հանձնվել, այդ պահին կար վախ, վստահություն, առաջին անգամվա խոցելիությունը, շրջապատված բացարձակ վստահությամբ, որը, չնայած ամեն ինչին, նա զգում էր նրա նկատմամբ։ Ռաֆայելի համար այն վերահսկողությունը, որին նա այդքան հուսահատորեն կառչում էր, փոխարինվեց մի հանձնումով, որը նրան վախեցնում ազատում էր միաժամանակ։ Նրա ձեռքերում նա գտավ մի ճանապարհ դեպի իրենց մի մասը, որը նա երկար ժամանակ կողպել էր։ Արթնացան գրկախառնված, կալիֆոռնիական առավոտվա լույսը ներթափանցում էր հյուրանոցի վարագույրներից։ Ռաֆայելը դիտում էր քնած Իզաբելային, նրա մուգ մազերը սփռված սպիտակ բարձին, շուրթերը թեթակի բացված։ Խուճապի զգացում սկսեց ձավորվել նրա կրծքի մեջ, ոչ թե այն, ինչ նրանք արել էին, այլ այն, ինչ նա զգում էր, ինտենսիվությունից։ Երբ նա բացեց աչքերը, քնկոտ ժպտալով նրան, Ռաֆայելը զգաց, որ խուճապը նահանջում է, փոխարինվելով մի նույնքան սարսափելի բանով, հույսով։ Երան վերադարձի չվերթը լուռ էր, յուրաքանչյուրը խորասուզված իր մտքերում։ Նրանք չխոսեցին այն մասին, թե ինչ էր տեղի ունեցել, թե ինչ էր դա նշանակում, թե ինչպես էին առաջ շարժվելու։ Սան Ֆրանցիսկոյի պղպջակը պայթել էր, նրանց կյանքի իրականությունը, պայմանագրի, սպասումների, բարդությունների կրկին ծանրացավ նրանց վրա։ Տուն հասնելուն պես Ռաֆայելն անմիջապես փակվեց իր աշխատասենյակում, պատճառաբանելով կուտակված աշխատանքը։ Իզաբելան հեռացավ իր սենյակ, ծածնելով ճանապարհորդության հոգնածություն։ Ֆիզիկական հեռավորությունը հուսահատ փորձ էր, մարսելու այն էմոցիոնալ մտերմությունը, որը նրանք զգացել էին։ Հաջորդ շաբաթներին անհարմար պարզ սկսվեց։
Մտերմության պահեր, ձեռքերի հպում ընթրիքի ժամանակ միջանցքում գողացված համբույր, երբեմնի գիշերներ նրա կամ նրա սենյակում, ընդմիջված հաշվարկված հեռացումներով, կարծես երկուսն էլ պետք է նահանջեին հավասարակշռությունը վերականգնելու համար։ Տիկին Զելման դիտում էր փոփոխությունները իմաստուն ժպիտով, բայց չափազանց իմաստուն մեկնաբանելու համար։ Նա նկատում էր փոքր մանրամասները, նրա հագուստը երբեմն նրա սենյակում, այնպես, ինչպես Ռաֆայելն այժմ հարցնում էր Իզաբելայի մասին, երբ տուն էր գալիս, այնպես, ինչպես նրա աչքերը լուսավորվում էին լսելով վերելակի հայտարարությունը նրա ժամանման մասին։ Հոկտեմբերը երան բերեց ուժեղ անձրներ։ Այդպիսի փոթորկալից գիշերներից մեկին Իզաբելան մենակ էր պենթհաուսում, Ռաֆայելը խորհրդի հանդիպում ուներ, որը երկար կտեր։ Ամպրոպի ձայնը միշտ անհանգստացրել էր նրան, բայց նա սովորաբար կարողանում էր շեղվել գրքերով կամ հետբուհական աշխատանքներով։ Այս փոթորիկը, սակայն, հատկապես բուռն էր։ Կայծակները լուսավորում էին բնակարանը ուրվականային սպիտակ բռնկումներով, որին հաջորդում էին խլացուցիչ ամպրոպներ, որոնք ստիպում էին պատուհաններին թրթռալ։ Իզաբելան զգաց, որ իր շունչը արագանում է, կրծքի մեջ սկսում էր ձավորվել ծանոթ սեղմում։ Դեռահասությունից ի վեր նա երբեմն տառապում էր խուճապի նոպաներից, հատկապես ուժեղ փոթորիկների ժամանակ, մանկության վթարի հետ կապված տրավմա, որը նա երբեք լիովին չէր հաղթահարել։ Սովորաբար նա կարողանում էր վերահսկել ախտանիշները շնչառական տեխնիկայով, բայց այս անգամ անհանգստությունը լիովին տիրեց նրան։ Նստած հյուրասենյակի հատակին, մեջքը պատին հենած, Իզաբելան հուսահատորեն փորձում էր շունչը վերականգնել։ Նրա տեսողությունը սկսեց մտնել եզրերից, սիրտը այնքան ուժեղ էր բաբախում, որ թվում էր, պատրաստ է պայթել իր կրծքից։ Նա չլսեց վերելակի դռան բացվելը, ոչ էլ արագ քայլերը միջանցքում։ Հանկարծ Ռաֆայելը նրա դիմաց ծնկաչոք էր, դեմքը անհանգստության դիմակ։ Նա ավելի շուտ էր վերադարձել, կանխազգալով փոթորիկը, հիշելով մի պատահական մեկնաբանություն, որը նա արել էր ամիսներ առաջ, իր ամպրոպից վախի մասին։ Իզաբելա, նայիր ինձ, հաստատորեն ասաց նա, բռնելով նրա ձեռքերը։ Շնչիր ինձ հետ։ Դանդաղ։ Նա փորձեց կենտրոնանալ նրա դեմքին, հանգիստ ձայնին, որը հակասում էր դրսի փոթորկին։ Չեմ կարող շնչել, հաց նա, աչքերը վախից լայն բացված։ Ռաֆայելը չվարանեց։ Նստեց նրա կողքին հատակին նրան քաշեց իր գիրկը, գրկելով. Ես այստեղ եմ։ Դուք ապահով եք։ Զգացեք իմ շունչը, փորձեք հետել։ Երկար րոպեներ նա պարզապես բռնում էր նրան, խորը միտումնավոր շնչելով, մինչ աստիճանաբար նա սկսեց հետել նրա ռիթմին։ Իզաբելայի ձեռքերը, նախկինում խելագարորեն բռնած նրա վերնաշապիկի կտորը, թուլացան։ Նրա գլուխը հենվեց Ռաֆայելի ուսին։ Անցնում է, շշնջաց նա վերջապես, հոգնած։ Ես ձեզ սենյակ կտանեմ, մեղմորեն ասաց նա։ Նախքան նա կկարողանար բողոքել, Ռաֆայելը նրան բարձրացրեց իր գրկում, կարծես նա ոչինչ չէր կշռում, տանելով նրան միջանցքով։ Բայց նրան իր սենյակ տանելու փոխարեն, նա նրան տարավ իր սեփական սենյակը, մի սենյակ, որտեղ նա հազվադեպ էր մտել, նրա անձնական սրբավայրը։ Նա նրան նրբորեն դրեց թագավորական մահճակալին, նստեց նրա կողքին, հեռացնելով արցունքներից թաց մազերի փունջը նրա դեմքից։ Դուք երբեք ինձ չէիք պատմել խուճապի նոպաների մասին։ Դա պայմանագրում չկա, փորձեց նա կատակել, բայց… Նրա ձայնը կոտրվեց։ Գրողը տանի պայմանագիրը, պատասխանեց նա մի ինտենսիվությամբ, որը զարմացրեց նրան։ Դուք լավ եք։ Նա գլխով արեց, մի պահ փակելով աչքերը։ Կներեք սրա համար։ Սովորաբար կարողանում եմ վերահսկել։ Մի ներողություն խնդրեք մարդ լինելու համար։ Նրա ձայնի քնքշությունը ինչ-որ բան կոտրեց նրա ներսում։ Ինչու՞։ Եք ավելի շուտ վերադարձել, հարցրեց նա, հետաքրքրված չնայած հոգնածությանը։ Ռաֆայելը վարանեց, ձեռքը անցկացնելով մազերով մի նյարդային ժեստով, որը նա սովորել էր ճանաչել։ Հիշեցի, որ դուք նշել էիք, որ չեք սիրում փոթորիկներ։ Ես անհանգստանում էի։ Խոստովանության պարզությունը, այնքան հեռու այն հաշվենկատ վերահսկող տղամարդուց, որին աշխարհը ճանաչում էր, նորից արցունքներ բերեց նրա աչքերին։ Շնորհակալ եմ, շշնջաց նա, բռնելով նրա ձեռքը։ Ռաֆայելը պառկեց նրա կողքին, ծածկոցների վրա, պահպանելով հարգալից հեռավորություն, չնայած այն մտերմությանը, որը նրանք արդեն կիսել էին։ Փոթորիկը շարունակվում էր դրսում, բայց նրա սարսափը փոխարինվել էր տարօրինակ խաղաղությամբ։ Երբ ես 7 տարեկան էի, փոթորկի ժամանակ հեղեղի մեջ ընկա, մեղմորեն պատմեց Իզաբելան, նայելով առաստաղին։
Ժամերով ծառի վրա էի մնացել, տեսնելով, թե ինչպես է ջուրը բարձրանում։ Այդ ժամանակից ի վեր ամպրոպները ինձ հետ են տանում այդ պահին։ Ռաֆայելը շրջվեց, նրան նայելու, նրա մատները գտան նրանը ներքնակի վրա։ Հասկանում եմ վերահսկողությունը կորցնելու վախը։ Խոցելի լինելու։ Այդ գիշեր նրանց միջ ֆիզիկական կիրք չկար, պարզապես ավելի խորը, ավելի իրական մտերմություն։ Նրանք քնեցին, ձեռք ձեռքի տված, անձրի ձայնը աստիճանաբար նվազելով, դառնալով նուրբ մեղեդի նրանց համաժամանակյա շնչառության ռիթմի համար։ Դա առաջին գիշերն էր, երբ նրանք իսկապես միասին քնեցին, արտահայտության ամենաանմեղ խորը իմաստով։ Հաջորդ շաբաթներին հիմնարար բան փոխվեց նրանց միջ դինամիկայում։ Նրանք այլս չէին զգացնում, թե այն, ինչ զգում էին, պարզապես պայմանավորվածության մի մասն էր։ Նրանք այլս չէին վերադառնում առանձին սենյակներ, մտերմության պահերից հետո։ Իզաբելայի սենյակն աստիճանաբար վերածվեց նրա զգեստապահարանի աշխատասենյակի, մինչդեռ հիմնական սենյակը դարձավ նրանց համատեղ տարածքը։ Նրանք չէին խոսում սիրո մասին։ Բառը չափազանց մեծ էր թվում, չափազանց վտանգավոր այն բանի համար, ինչ նրանք կառուցում էին։ Բայց դա այնտեղ էր, փոքր ժեստերում։ Ռաֆայելը թեյ էր բերում Իզաբելային, երբ նա ուշ էր սովորում։ Նա գրառումներ էր թողնում նրա աշխատանքային թղթապանակում։ Այնպես, ինչպես նրանք այժմ բնականաբար փնտրում էին միմյանց հպումը, նույնիսկ երբ ոչ ոք չկար տպավորելու։ Նոյեմբերը եկավ անսովոր շոգով երանյան գարնան համար։ Իզաբելան սկսեց իրեն տարօրինակ կերպով հոգնած զգալ, հոգնածությունը վերագրելով հետբուհական կրթության կիսամյակի ավարտին տարեվերջյան տոների մոտենալուն պես ակտիվացած սոցիալական օրակարգին։ Առաջինը կասկածեց տիկին Զելման, նկատելով, թե ինչպես էր Իզաբելան հազիվ շոշափում նախաճաշը, բայց կեսօրին մրգեր էր ուտում, ինչպես նրա դեմքը երբեմն գունատվում էր որոշակի հոտերից։ Աղջիկս, մեկնաբանեց տնային տնտեսուհին մի կեսօր, երբ Իզաբելան հանկարծակի վատ զգալուց հետո հանգստանում էր բազմոցին, դուք արդեն հաշվել եք ձեր օրացույցը։ Հարցը ստիպեց Իզաբելային սառչել։ Ոչ, նա չէր հաշվել։ Նա չէր նկատել ուշացումը, չափազանց զբաղված ակադեմիական աշխատանքներով, սոցիալական միջոցառումներով։ Նա չէր դիտարկել այն հնարավորությունը, որն այժմ հստակորեն ներկայացվում էր նրա առջ։ Նա խնդրեց տիկին Զելմային դեղատնից թեստ գնել, ի վիճակի չլինելով դիմակայել հետաքրքրասեր հայացքներին, եթե ինքը գնար։ Երբ տնային տնտեսուհին վերադարձավ, Իզաբելան դողացող ձեռքերով փակվեց լոգարանում։ 2 րոպեն երբեք այդքան երկար չէր թվում։ Երբ երկու վարդագույն գծերը հայտնվեցին, հստակ վերջնական, Իզաբելան նստեց սառը հատակին, մի ձեռքը բերանին, մյուսը բնազդաբար դեռ հարթ որովայնին։ Հըյղի։ Բառը արձագանքեց նրա մտքում, վերածվելով վերացական հասկացությունից կոնկրետ իրականության, նրա ներսում աճող կյանքի, նրա Ռաֆայելի ներսում։ Մի երեխա, որը ծրագրերում չկար, որը պայմանագրի մաս չէր, որը բարդացնում էր ամեն ինչ։ Ժամեր շարունակ Իզաբելան մնաց իր հին սենյակում, պառկած մահճակալին, նայելով առաստաղին, դրական թեստը թաքնված դարակի խորքում։ Ինչպես պետք է պատմեր Ռաֆայելին։ Ինչպես նա կարձագանքեր։ Պայմանագրում հստակ նշված էր, որ ցանկացած նման բարդություն կհանգեցներ անմիջական խզման։ Բայց դա առաջ էր մինչ Սան Ֆրանցիսկոն, մինչ փոթորկի գիշերները, մինչ ամեն ինչ փոխվեց նրանց մեջ։ Կամ նա պարզապես պատկերացրել էր փոփոխությունը։ Երբ Ռաֆայելը տուն հասավ այդ գիշեր, նա նրան գտավ տերասում, դիտելով մայրամուտը, որը երանի երկինքը նարնջագույն վարդագույն էր ներկում։ Նա մոտեցավ հետից, գրկելով նրան համբուրելով նրա պարանոցը, մտերմության պատահական ժեստ, որը սովորական էր դարձել նրանց մեջ։ Դուք այսօր լուռ եք, մեկնաբանեց նա, շրջելով նրան, դեմ առ դեմ կանգնելու։ Ինչ-որ բան պատահել է։ Իզաբելան նայեց կանաչ աչքերին, որոնք նա սովորել էր այդքան լավ կարդալ վերջին ամիսներին։ Նա տեսավ անկեղծ անհանգստություն, քնքշություն, գուցե նույնիսկ այն ավելի մեծ զգացմունքը, որը նրանցից ոչ ոք չէր համարձակվում անվանել։ Մենք պետք է խոսենք, ասաց նա, խոսքերը ավելի ամուր դուրս եկան, քան սպասում էր։ Ռաֆայելը գլխով արեց, անհանգստության ստվեր անցավ նրա դեմքով։ Նրանք նստեցին տերասի աթոռներին, դեմ առ դեմ, երկինքը շարունակում էր իր գույների տոնը նրանց հետում, անտարբեր այն պահի նկատմամբ, որը կփոխեր նրանց կյանքը։ Ես հղի եմ, պարզապես ասաց Իզաբելան, առանց շեղվելու, աչքերը հառած նրանին։ Աշխարհը կարծես կանգ առավ մի ակնթարթ։
Ռաֆայելը բացարձակ անշարժ էր, միայն նրա աչքերը բացահայտում էին զգացմունքների փոթորիկը, որը լուրը առաջացրել էր, ցնցում, շփոթություն, վախ ինչ-որ այլ բան, ինչը նա չկարողացավ նույնականացնել։ Վստահ եք, հարցրեց նա վերջապես, ձայնը սովորականից ավելի խռպոտ։ Ես այսօր թեստ արեցի։ Պետք է բժշկի հետ հաստատենք, բայց այո, գրեթե վստահ եմ։ Ռաֆայելը կտրուկ ոտքի կանգնեց, քայլելով դեպի տերասի եզրը, ձեռքերը ամուր բռնած բազրիքից։ Նրա կոշտ մեջքը արգելք էր, որը Իզաբելան չգիտեր, թե ինչպես պետք է անցներ։ Ռաֆայել, մեղմորեն կանչեց նա, մնալով տեղում, տալով նրան այն տարածությունը, որն ակնհայտորեն անհրաժեշտ էր։ Ես հասկանում եմ, եթե սա չափազանց շատ է։ Գիտեմ, որ դա այն չէր, ինչ մենք պայմանավորվել էինք։ Գիտեմ, որ դա բարդացնում է ամեն ինչ։ Նա դանդաղ շրջվեց, նրա դեմքը անընթեռնելի դիմակ էր։ Դուք ասում եք, որ կպահեք։ Հարցը նրան հարվածեց, ինչպես ապտակ։ Դա մեր երեխան է, պատասխանեց նա, ձեռքը նորից դնելով իր որովայնին, պաշտպանական ժեստով։ Իհարկե, ես կպահեմ նրան։ Ինչ-որ բան մտնեց նրա հայացքում։ Ինչպես կարող եմ վստահ լինել, որ դա իմն է։ Խոսքերը կախված էին նրանց միջ, թունավոր վայրկյանների ընթացքում ոչնչացնելով այն, ինչ նրանք կառուցել էին ամիսներով։ Իզաբելան զգաց, կարծես ամբողջ օդը դուրս էր քաշվել իր թոքերից։ Ինչ եք ենթադրում, հարցրեց նա, ոտքի կանգնելով, վրդովմունքը փոխարինեց։ Սկզբնական ցնցումին։ Մեր համաձայնությունը հստակ էր։ Առանց բարդությունների։ Առանց նա անորոշորեն ժեստ արեց նրա ուղղությամբ, սրա։ Դուք կարծում եք, որ ես սա ծրագրել եմ։ Զայրույթի արցունքներ սկսեցին ձավորվել Իզաբելայի աչքերում։ Որ ես դիտավորյալ հղիացա, որպեսի ինչ, ձեզ մանիպուլյացիայի ենթարկեմ։ Ձեզ պահեմ։ Պայմանագրին։ Դա առաջին անգամը չէր, որ ինչ-որ մեկը փորձում է, սառը պատասխանեց նա, աչքերը հիմա հեռու Իզաբելայի ճանաչած Ռաֆայելին փոխարինել էր հաշվենկատ մարդը, ում աշխարհը վախենում էր։ Իզաբելան նահանջեց, կարծես հարված էր ստացել։ Ուրեմն այսպես։ Ի վերջո, ամեն ինչ հանգում է անիծյալ պայմանագրին։ Ես ձեզ համար ընդամենը գործարք եմ։ Մի ներդրում, որը սխալվեց։ Իզաբելա… Ոչ։ Նա բարձրացրեց ձեռքը, ընդհատելով նրան։ Դուք ձեր դիրքորոշումը շատ հստակ դրեցիք։ Դուք չեք ուզում այս երեխային, չեք վստահում ինձ, ակնհայտորեն երբեք չեք վստահել։ Այն ամենը, ինչ տեղի ունեցավ մեր միջ, ինչ էր։ Հարմարավետ բոնուս այն փաթեթում, որը դուք գնել եք։ Դուք անտրամաբանական եք, ասաց նա, ձայնը զսպված, կարծես երեխայի հետ էր խոսում։ Մենք պետք է տրամաբանորեն մտածենք այս մասին։ Ոչ, Ռաֆայել։ Դուք տրամաբանորեն մտածեք։ Հաշվեք, վերլուծեք, դրեք ձեր ծախս օգուտ աղյուսակում։ Նա քայլեց դեպի տերասի դուռը, կանգ առնելով միայն վերջին հայացքի համար։ Ես վաղը կհեռանամ։ Մի անհանգստացեք ձեր թանկարժեք պայմանագրի համար։ Ես այն համարում եմ խզված։ Նախքան նա կկարողանար պատասխանել, Իզաբելան ներս մտավ, թողնելով նրան մենակ տերասում, երկինքն այժմ արագ մտնում էր, առաջին աստղերը հայտնվում էին, լուռ վկաներ այն բանի, թե ինչպես էր ամեն ինչ փլուզվել րոպեների ընթացքում։ Իզաբելան գիշերն անցկացրեց միայն ամենակարևոր իրերը փաթեթավորելով, իր հին կյանքից բերած հագուստները, գրքերը, անձնական փաստաթղթերը։ Հետում թողեց բոլոր զարդերը, դիզայներական հագուստները, նվերները, որոնք Ռաֆայելը նրան տվել էր։ Ամուսնական մատանին վերջին բանն էր, որ նա հանեց, զգուշորեն դնելով այն իր հին սենյակի կոմոդի վրա։ Ռաֆայելը չփորձեց կանգնեցնել նրան։ Ամբողջ գիշեր փակվեց իր աշխատասենյակում, շիշից ուիսկի խմելով, մինչ նայում էր լուսավորված քաղաքին պատուհաններից։ Երբ արը ծագեց, նա դեռ այնտեղ էր, անշարժ, կարմրած աչքերը հառած հորիզոնին, որն աստիճանաբար գունավորվում էր։ Երբ նա վերջապես դուրս եկավ, Իզաբելան արդեն հեռացել էր։ Տիկին Զելման խոհանոցից նրան նայեց հիասթափության տխրության խառնուրդով, որը ստիպեց նրան շեղել հայացքը, չկարողանալով դիմակայել լուռ դատապարտմանը։ Նա սա ձեզ համար թողեց, ասաց տնային տնտեսուհին, մեկնելով սպիտակ ծրարը։ Ներսում կար միայն պայմանագրի պատճենը, կիսով չափ պատրված, մի պարզ գրառում։ Դուք մի բանում ճիշտ էիք, բարդությունները համաձայնագրում չկային։ Ցտեսություն, Ռաֆայել։ Շաբաթներ շարունակ Ռաֆայելը խորասուզվեց աշխատանքի մեջ մի ինտենսիվությամբ, որը տագնապեց նույնիսկ նրա ամենամոտ գործընկերներին։
Անվերջ հանդիպումներ, նոր ձեռքբերումներ, միջազգային ուղղորություններ, ամեն ինչ, որպեսզի միտքը զբաղված մնա, որպեսզի չմտածի իրեն սպասող դատարկ տան մասին, այն խլացուցիչ լռության մասին, որը փոխարինել էր Իզաբելայի նուրբ ներկայությանը։ Իր կնոջ գտնվելու վայրի մասին անխուսափելի հարցերին պատասխանում էր խնամքով մշակված պատմությամբ։ Նա Եվրոպայում էր, այցելում էր համալսարաններ հնարավոր դոկտորականի համար։ Մամուլը ի վերջո կորցրեց հետաքրքրությունը, շեղվելով նոր սկանդալներով, հայտնիների նոր սիրավեպերով։ Բայց մենակ գիշերներին, երբ այլս աշխատանք չկար շեղելու համար, երբ ուիսկին այլս չէր թմրեցնում նրա մտքերը, Ռաֆայելը թույլ էր տալիս իրեն հիշել։ Իզաբելայի զսպված ժպիտը, նրա ձեռքերի նուրբ հպումը, այնպես, ինչպես նրա աչքերը փայլում էին, երբ նա խոսում էր իր երազանքների մասին։ Եվ ավելի ու ավելի հաճախ, նա մտածում էր երեխայի, իր որդու կամ դստեր մասին, որը մեծանում էր նրա ներսում, նրանից հեռու, առանց նրա իմացության կամ պաշտպանության։ Մարկոսն էր, ով վերջապես դիմակայեց իրավիճակին, երբ Ռաֆայելը գրեթե ուշագնաց եղավ հոգնածությունից բաժնետերերի համար շնորհանդեսի ժամանակ։ «Ինչ է քեզ հետ կատարվում», հարցրեց ընկերը, ստիպելով նրան նստել գրասենյակի բազմոցին բոլորի հեռանալուց հետո։ «Որտեղ է իրականում Իզաբելան»։ Ռաֆայելը երկար նայեց ընկերոջը, նախքան վերջապես թույլ տվեց, որ ճակատը փլուզվի։ Նա հեռացավ։ Ես նրան հեռացրի։ Հաջորդ րոպեներին նա պատմեց ամեն ինչ, հարաբերությունների զարգացումը պայմանագրից դուրս, հղիությունը, իր իմպուլսիվ մեղադրանքները, նրա հեռանալը։ Դուք նրան մեղադրեցիք դիտավորյալ հղիանալու մեջ, անհավատորեն հարցրեց Մարկոսը։ Նույն կինը, ով հրաժարվեց ընդունել ձեր առաջարկած զարդերը։ Ով ամսական աշխատավարձի կեսը առանց աղմուկի նվիրաբերեց բարեգործական կազմակերպություններին։ Ով պնդեց պահել անկախ թարգմանչի աշխատանքը, իր սեփական գումարն ունենալու համար։ Յուրաքանչյուր հարց դանակի պես էր, բացահայտելով նրա կասկածների անտրամաբանականությունը, նրա արձագանքի անհեթեթությունը։ Ես հիմարի պես վարվեցի, խռպոտ ձայնով խոստովանեց Ռաֆայելը։ Դա բնազդային էր։ Երբ Վանեսան ինձ ասաց, որ հղի է 2 տարի առաջ։ Եվ հետո մենք պարզեցինք, որ դա սուտ էր, այն խարդախության մի մասը, որը նա փորձել էր կատարել, ավարտեց Մարկոսը։ Բայց Իզաբելան Վանեսան չէ։ Դուք դա գիտեք։ Հիմա գիտեմ։ Ռաֆայելը ձեռքերը անցկացրեց իր հոգնած դեմքով։ Բայց արդեն ուշ է։ Որտեղ է նա։ Չգիտեմ։ Նա պարզապես անհետացավ։ Մարկոսը երկար դիտեց ընկերոջը։ Դուք սիրում եք նրան, չէ՞։ Հարցը կախված էր օդում, պահանջելով մի անկեղծություն, որը Ռաֆայելը շաբաթներ շարունակ ժխտում էր իրեն։ Այո, պատասխանեց նա վերջապես, բառն այնքան պարզ, այնքան կործանարար իր ճշմարտությամբ։ Սիրում եմ։ Ապա գտեք նրան, պարզապես ասաց Մարկոսը։ Ներողություն խնդրեք։ Աղերսեք, եթե անհրաժեշտ է։ Նա երբեք ինձ չի ների։ Հավանաբար ոչ, ընկերը համաձայնեց դաժան անկեղծությամբ։ Բայց դուք պարտք եք դա նրան։ Եվ ձեր որդուն։ Այդ զրույցը նշանավորեց Ռաֆայելի համար երկակի ճանապարհորդության սկիզբը, Իզաբելային որոնելը, միաժամանակ իրեն որոնելը։ Նա վարձեց մասնավոր հետախույզներ, բայց հանձնարարեց նրանց միայն գտնել նրան, առանց միջամտելու նրա կյանքին։ Մինույն ժամանակ առաջին անգամ նա դիմեց մասնագիտական օգնության Մարկոսի կողմից առաջարկված հոգեբանի, ով մասնագիտացած էր տրավմաների հարաբերությունների մեջ։ Նիստերը ցավոտ էին։ Ռաֆայելը ստիպված էր դիմակայել ճշմարտություններին, որոնք նա թաղել էր տարիներով։ Մանկության տարիներին մոր կողմից լքվելը, ով թողել էր ընտանիքը մեկ այլ տղամարդու համար, երբ նա ընդամենը 8 տարեկան էր։ Հոր իրեն մեծացրած տատի ողբերգական կորուստը։ Վանեսայի դավաճանությունը, ով սեր էր ծածրել միայն ավելի ուշ շորթելու համար։ Անվստահության վերահսկողության օրինաչափություններ, որոնք ձավորել էին նրա աշխարհայացքն ու հարաբերությունները։ Դուք կայսրություն կառուցեցիք, որպեսզի այլս երբեք խոցելի չզգաք, դիտարկեց դոկտոր Պողոսյանը հատկապես ինտենսիվ նիստի ժամանակ։ Բայց դուք ձեզ մեկուսացրեցիք դրա ներսում։ Իզաբելան մուտք գտավ։ Խոստովանեց Ռաֆայելը։ Եվ դա ինձ սարսափեցրեց։ Մինչ նա դիմակայում էր իր ներքին դերին, հետաքննությունները վերջապես արդյունք տվեցին։ Իզաբելան տեղափոխվել էր Դիլիջան, Տավուշի մարզի մի փոքրիկ պատմական քաղաք, որը հայտնի էր իր գաղութային ճարտարապետությամբ հանգիստ մթնոլորտով։
Սկզբում նա հյուրընկալվել էր տիկին Գեղանուշ անունով մի կնոջ հյուրատանը, բայց ի վերջո վարձել էր մի փոքրիկ տուն քաղաքի ծայրամասում։ Նա հեռակա աշխատում էր որպես թարգմանիչ, ըստ հետախույզների, նրա հղիությունն արդեն տեսանելի էր։ Նա կարծես հանգիստ կյանք էր գտել, հեռու երանի իրարանցումից ցավալի հիշողություններից, որոնք քաղաքը ներկայացնում էր։ Զեկույցը ներառում էր հեռվից արված լուսանկար։ Իզաբելան ծառապատ հրապարակում նստած նստարանին գիրք կարդալիս, մի ձեռքը պաշտպանողաբար դրված իր արդեն տեսանելի որովայնին։ Ինչ-որ բան տեսարանում, պարզությունը, ակնհայտ խաղաղությունը ստիպեց Ռաֆայելի սրտին սեղմվել։ Նա վերակառուցել էր իր կյանքը առանց նրա։ Շաբաթներ շարունակ նա պարզապես հեռվից էր դիտում, պարբերաբար թարմացումներ ստանալով նրա բարեկեցության մասին, ապահովելով, որ նրան ոչինչ չի պակասում, առանց մոտենալու պոտենցիալ խախտելու այն անդորրը, որը նա ձեռք էր բերել։ Հենց տիկին Զելման վերջապես մղեց նրան գործողության։ «Պարոն, մինչ երբ եք մնալու այստեղ, լուսանկարներ զեկույցներ դիտելով», հարցրեց տնային տնտեսուհին մի գիշեր, Ռաֆայելին գտնելով իր աշխատասենյակում, նայելով վերջին թարմացմանը։ «Երեխան կծնվի, կմեծանա, իսկ դուք կշարունակեք մնալ այստեղ, թաքնվելով ապակե պատերի հետում»։ «Նա ինձանից լավ է առանց ինձ», պատասխանեց Ռաֆայելը, առանց աչքերը բարձրացնելու։ «Նայեք նրան, երջանիկ է թվում, հանգիստ»։ «Իսկ դուք երջանիկ եք, հանգիստ եք»։ Տիկին Զելման ձեռքերը կրծքին խաչեց։ «Որովհետև ինձ համար դուք մի մարդ եք թվում, ով մեռնում է ներսից, ամբողջ հարգանքով»։ Հաջորդած լռությունը հաստատեց նրա խոսքերը։ «Գիտեք, թե ինչն է ինձ ամենաշատը տխրեցնում», շարունակեց տնային տնտեսուհին, ձայնը մեղմացնելով։ «Այն, որ ես տեսա, թե ինչպես էիք դուք նայում միմյանց։ Դա ձականություն չէր։ Դա իրական էր։ Եվ հիմա երկուստ էլ տառապում եք հպարտությունից, վախից։ Դա այդքան պարզ չէ, տիկին Զելմա։ Ես նրան վիրավորեցի։ Խորապես։ Եվ դրա համար կհրաժարվեք։ Այն Ռաֆայել տղան, ում ես ճանաչում էի, ով կայսրություն էր կառուցել ոչնչից, այդքան հեշտությամբ չէր հրաժարվի»։ Նա քայլեց դեպի դուռը, կանգ առնելով միայն վերջին դիտարկման համար։ «Ձեր որդին կամ դուստրը արժանի է ճանաչել իր հորը, չեք կարծում։ Նույնիսկ եթե այդ հայրը սխալներ է գործել»։ Տիկին Զելմայի խոսքերը օրեր շարունակ արձագանքում էին Ռաֆայելի մտքում։ Մինույն ժամանակ նա շարունակեց իր թերապևտիկ գործընթացը, այժմ կենտրոնացած ոչ միայն իր անցյալի տրավմաները հասկանալու, այլ ավելի լավ մարդ լինելու գործիքներ մշակելու վրա, մեկը, ով արժանի է երկրորդ հնարավորության, եթե Իզաբելան երբեք կդիտարկեր այն տալը։ Մի գիշեր, դոկտոր Պողոսյանի հետ մեկ ինտենսիվ նիստից հետո, Ռաֆայելը որոշում կայացրեց։ Զանգահարեց Մարկոսին։ «Ինձ պետք է, որ մի որոշ ժամանակ ընկերությամբ զբաղվես», պարզապես ասաց նա։ «Որքան ժամանակի մասին ենք խոսում», զարմացած հարցրեց ընկերը։ «Չգիտեմ։ Որքան անհրաժեշտ լինի»։ 2 շաբաթ անց Ռաֆայելը կայանեց իր մեքենան, ոչ թե Երանի շքեղ Մերսեդեսը, այլ սովորական, զուսպ մոդել Դիլիջանի կենտրոնական հրապարակում։ Փոքրիկ հայկական քաղաքը, իր սալահատակ փողոցներով, գունավոր գաղութային տներով, կարծես այլ ժամանակաշրջանից էր։ Նա լավ էր պատրաստվել այս պահին, բայց հիմա, երբ այնտեղ էր, իրեն լիովին կորած էր զգում։ Չկար բիզնես ռազմավարություն, չկար հետելու սցենար, նվաճելու մեկին, ով ուներ բոլոր պատճառները նրան ատելու համար։ Նա հյուրընկալվեց կենտրոնին մոտ պարզ հյուրատանը, գրանցվելով որպես Ռիկարդո Մոնտեյրո, օգտագործելով այլընտրանքային ինքնության օրինական փաստաթղթեր, որոնք պահում էր անվտանգության հարցերով։ Նա չէր ցանկանում, որ իր ներկայությունը անմիջապես ուշադրություն գրավեր։ Նրան ժամանակ էր պետք հասկանալու քաղաքը, մարդկանց, այն աշխարհը, որը Իզաբելան ընտրել էր իր երեխայի համար։ Առաջին օրերին Ռաֆայելը պարզապես հեռվից էր դիտում, երբեմն տեսնելով նրան կենտրոնական հրապարակով անցնելիս դեպի փոքրիկ քաղաքային գրադարան, կամ նստած անկյունի հանգիստ սրճարանում, աշխատելով իր նոութբուքով։ Նրա որովայնն այժմ ուռած էր, առնվազն 6 ամիս, նա գնահատում էր։ Տեսարանը առաջացնում էր խառը զգացմունքներ, մեղքի զգացում այս ընթացքում բացակայելու համար, անորոշ ապագայի վախ, բայց նա տարօրինակ ուրախություն, տեսնելով այն բանի ֆիզիկական ապացույցը, ինչ նրանք երկուսն էլ ստեղծել էին։ Ռաֆայելն արագ հասկացավ, որ Դիլիջանը, չնայած իր փոքր չափերին, զգալի խնդիրներ ուներ։ Տեղական փոքր առողջապահական միավորը անբավարար էր սարքավորված, տագնապալի փաստ, հաշվի առնելով Իզաբելայի հղիության առաջացած փուլը։ Քաղաքապետարանի դպրոցը գործում էր հին շենքում, որը շտապ վերանորոգման կարիք ուներ։
Քաղաքի միակ մանկապարտեզը գերբնակեցված էր, սպասման երկար ցուցակով։ Այդ ժամանակ մի գաղափար սկսեց ձևավորվել։ Ռաֆայելը չէր կարող պարզապես հայտնվել Իզաբելայի կյանքում, ներում կամ երկրորդ հնարավորություն պահանջելով։ Խոսքերը դատարկ կլինեին այն բանից հետո, ինչ նա արել էր։ Բայց գործողությունները, կոնկրետ գործողություններ, որոնք կօգտակար լինեին ոչ միայն նրան, այլ այն համայնքին, որը նրան ընդունել էր, գուցե կարող էին ցույց տալ, որ նա փոխվել է, որ պատրաստ է լինել այս պարզ աշխարհի մի մասը, որը նա ընտրել էր։ Օգտագործելով իր այլընտրանքային ինքնությունը, հեռավոր կապերը, Ռաֆայելը սկսեց ներդրումներ կատարել քաղաքում, միշտ կուլիսների հետում, միշտ բացարձակ զուսպ։ Անանուն նվիրատվությունը հնարավորություն տվեց գնել ժամանակակից սարքավորումներ առողջապահական միավորի համար վարձելս մեկ մանկաբարձ գինեկոլոգ, մի համընկնում, որն անմիջապես կօգուտեր Իզաբելային, երբ ծննդաբերության ժամանակը գար։ Դպրոցը լիովին վերանորոգվեց երկարատ տոնի ընթացքում, պատճառաբանությամբ, որ կրթական հիմնադրամը Դիլիջանն ընտրել էր փորձնական նախագծի համար։ Մանկապարտեզը ընդլայնվեց, դրա տարածքը կրկնապատկվեց, անձնակազմը մեծացավ։ Յուրաքանչյուր նախագծում Ռաֆայելն անձամբ էր աշխատում, հաճախ քողարկված որպես խորհրդատու կամ կամավոր։ Նա, ով երբեք ձեռքերը ֆիզիկական աշխատանքով չէր կեղտոտել, այժմ օգնում էր դպրոցի պատերը ներկել, մանկապարտեզի համար մահճակալներ հավաքել, նոր մանկական գրադարանը կազմակերպել։ Փոքրիկ քաղաքն արագորեն եռում էր առեղծվածային բարերարի տարօրինակ նորեկի մասին շահարկումներով, ով կարծես ներգրավված էր բոլոր համայնքային նախագծերում։ Պարզապես ժամանակի հարց էր, թե երբ Ռաֆայելի Իզաբելայի ճանապարհները ուղղակիորեն կհատվեին։ Պահը վերջապես եկավ մայիսի անձրոտ կեսօրին։ Ռաֆայելն օգնում էր գրադարանին նվիրաբերված մանկական գրքեր բեռնաթափել, երբ Իզաբելան ներս մտավ, հանկարծակի անձրից ապաստան փնտրելով։ Նրանց աչքերը հանդիպեցին տարածության միջով, աշխարհը կարծես սառեց։ Նրա դեմքի ցնցումն անմիջապես փոխարինվեց փակ, պաշտպանական արտահայտությամբ։ Առանց մի խոսք ասելու, նա շրջվեց, հեռանալու, նախընտրելով դիմակայել անձրին, քան մնալ նրա հետ նույն միջավայրում։ Իզաբելա, սպասիր, կանչեց Ռաֆայելը, թողնելով իր ձեռքի գրքերը վազելով դեպի դուռը։ Խնդրում եմ։ Նա կանգ առավ մայթին, անձրն արդեն թրջում էր նրա ազատ զգեստը, որը նախատեսված էր 7-ամսյա որովայնը տեղավորելու համար։ Նա չշրջվեց։ Ինչ եք անում այստեղ, նրա ձայնը զսպված էր, բայց Ռաֆայելը կարող էր նկատել տակից եկող դողը։ Ես պետք է ձեզ տեսնեի, պատասխանեց նա, հեռավորություն պահելով, գիտակցելով հետաքրքրասեր հայացքները, որոնք արդեն սկսում էին ուղղվել դեպի նրանք։ Մենք պետք է խոսենք։ Մենք խոսելու բան չունենք։ Նա վերջապես շրջվեց, դեմքը ստիպողաբար հանգիստ էր։ Դուք ձեր դիրքորոշումը շատ հստակ դրեցիք այդ գիշեր։ Ես սխալվեցի, պարզապես ասաց Ռաֆայելը, անձրն այժմ թրջում էր նրա դեմքը, խառնվելով արցունքներին, որոնք նա նույնիսկ չէր նկատել, որ սկսել էր թափել։ Ես վախեցած էի, շփոթված, արձագանքեցի հնարավոր ամենավատ ձով։ Իմ ասացի, իմ արարքի համար արդարացում չկա։ Իզաբելան երկար դիտեց նրան, անընթեռնելի արտահայտությամբ։ Դուք եք, չէ՞։ Անանուն բարերարը, ով նվիրատվություններ է արել քաղաքին։ Ռիկարդո Մոնտեյրո։ Նա անհոգ ծիծաղեց։ Պետք է ճանաչեի ձեր ոճը, խնդիրները փողով լուծելը։ Մեկնաբանությունը ցավեցրեց, բայց Ռաֆայելը գիտեր, որ ավելի վատին էր արժանի։ Ես չեմ փորձում գնել ձեր ներումը, Իզաբելա։ Ես փորձում եմ ցույց տալ, որ կարող եմ լինել այս աշխարհի մի մասը։ Որ կարող եմ փոխվել։ Դուք կարծում եք, որ մի քանի շաբաթվա բարեգործությունը ջնջում է այն, ինչ արել եք։ Ինչ ասել եք։ Նրա ձայնը վերջապես կոտրվեց։ Դուք կասկածի տակ դրեցիք իմ ամբողջականությունը, Ռաֆայել։ Իմ բնավորությունը։ Այն ամենից հետո, ինչ մենք ապրեցինք։ Գիտեմ, որ չեմ արժանի ձեր ներմանը, ասաց նա, վարանող քայլ անելով դեպի նա։ Ես չեմ խնդրում վերադառնալ իմ կյանք։ Ես պարզապես ուզում եմ հնարավորություն ունենալ ներկա լինել մեր որդու կյանքում։ Լինել ներկա հայր, նույնիսկ եթե հեռվից։ Նա վարանեց։ Եվ գուցե ժամանակի ընթացքում դուք գոնե չկարողանաք ատել ինձ։ Նրա խոսքերի խոցելիությունը այնքան տարբեր այն վերահսկող սառը մարդուց, ում նա ճանաչել էր սկզբում, ինչ-որ բան փոխեց Իզաբելայի արտահայտության մեջ։ Ես ձեզ չեմ ատում, Ռաֆայել, ասաց նա վերջապես, ձայնը թեթակի մեղմացնելով։ Պարզապես չեմ վստահում ձեզ։
Եվ չգիտեմ, թե արդյոք երբե նորից կվստահեմ։ Նախքան նա կկարողանար պատասխանել, հանկարծակի կծկումը ստիպեց Իզաբելային թեթակի կրանալ, հենվելով մոտակա պատին։ Ինչ եղավ։ Ամեն ինչ լավ է։ Տագնապած հարցրեց Ռաֆայելը, բնազդաբար մոտենալով օգնելու նրան։ Ես լավ եմ, պատասխանեց նա, խորը շունչ քաշելով։ Պարզապես Բրեքսթոն Հիքսի կծկում։ Նորմալ է այս փուլում։ Այնուամենայնիվ, նրա դեմքի անկեղծ անհանգստությունը ավելի շատ էր ազդում նրա վրա, քան կցանկանար խոստովանել։ Անձրն այժմ ավելի ուժեղ էր գալիս, Իզաբելան դողաց սառը քամուց, որն ուղեկցում էր փոթորիկին։ Դուք պետք է դուրս գաք այս անձրից, ասաց Ռաֆայելը, անհանգիստ տոնով։ Թույլ տվեք գոնե ձեզ տուն տանեմ։ Նա վարանեց, բաժանված վիրավորված հպարտության ողջախոհության մեջ։ Վերջապես, նա գլխով արեց. Միայն տուն։ Եվ հետո մենք պետք է լրջորեն խոսենք սահմանների սպասումների մասին։ Իզաբելայի վարձակալած փոքրիկ տուն տանող ճանապարհը անցավ լարված լռության մեջ։ Երբ նրանք հասան, Ռաֆայելը հարգալից մնաց դրսում, մինչ նա չորանում էր հագուստ փոխում։ Միայն երբ հրավիրվեց, նա վարանելով մտավ համեստ, բայց հարմարավետ սենյակը, որն այնքան տարբեր էր այն շքեղ բնակարանից, որը նրանք կիսել էին Երանում, բայց որը ինչ-որ կերպ շատ ավելի էր արտացոլում Իզաբելայի իրական էությունը։ Գրքեր, դրված պարզ դարակներին, բույսեր, գունավոր ծաղկամաններում, հյուրասենյակի մաշված բազմոցին դրված հելյունագործ ծածկոց։ Սենյակի անկյունում արդեն հավաքված էր փայտե մահճակալ, վրան կախված ձեռագործ թռչունների շարժական խաղալիքով։ Տեսարանը ստիպեց Ռաֆայելի սրտին սեղմվել, պատրաստություններ մի ժամանման համար, որը նա գրեթե ամբողջությամբ բաց էր թողել։ Իզաբելան վերադարձավ սենյակ, այժմ հագած չոր հարմարավետ հագուստ։ Նա նստեց բազկաթոռին, Ռաֆայելին ցույց տալով բազմոցը։ Առաջին անգամ նա նկատեց, թե որքան էր փոխվել նա, ոչ միայն ակնհայտ հղիությունից, այլ ներքին որակից, մի անդորից, որը նախկինում չկար։ Ինչպե՞ս են ձեր ծնողները, հարցրեց Ռաֆայելը ինչ-որ պահի, անկեղծորեն հետաքրքրված։ Լավ են, ժպտաց Իզաբելան։ Հայրիկը դրական է արձագանքում բուժմանը։ Նրանք կգան, երբ երեխան ծնվի։ Նրանք գիտեն իմ մասին։ Գիտեն, որ դուք հայրն եք, այո։ Նա վարանեց։ Ես նրանց ճշմարտությունը պատմեցի Երանից հեռանալուց հետո։ Պայմանագրի մասին, ամեն ինչի մասին։ Ռաֆայելը գլխով արեց, կլանելով տեղեկատվությունը։ Նրանք պետք է ինձ ատեն։ Զարմանալիորեն, ոչ։ Իզաբելան իրեն ավելի շատ ջուր լցրեց։ Մայրս ասաց, որ բոլոր ընտանիքներն ունեն իրենց գաղտնիքները, իրենց սպիները։ Կարևորն այն է, թե ինչպես ենք մենք ընտրում առաջ գնալ։ Ձեր մայրը իմաստուն է, մեկնաբանեց Ռաֆայելը, փոքր ժպիտ հայտնվեց նրա շուրթերին։ Ինչպես դուստրը։ Ընթրիքից հետո նրանք նստեցին փոքրիկ հետի պատշգամբում, դիտելով աստղերը, որոնք պայծառ փայլում էին Տավուշի մարզի մաքուր երկնքում, մի տեսարան, որն անհնար էր տեսնել Երանում իր լուսային աղտոտվածությամբ։ Երբեք չէի մտածի, որ կհարմարվեմ այսպիսի կյանքին, խոստովանեց Ռաֆայելը, շուրջբոլորը նայելով պարզ բակին, հեռվում գտնվող լեռներին։ Միշտ կարծում էի, որ ինձ պետք է մեծ քաղաքի քաոսը, բիզնեսի ադրենալինը։ Իսկ հիմա։ Հիմա հասկանում եմ պարզության գրավչությունը։ Նա ուղղակիորեն նայեց նրան։ Իրականության։ Հարմարավետ լռություն տիրեց նրանց միջ, միայն բնության գիշերային ձայները լցնում էին տարածությունը։ Ի վերջո Իզաբելան որոշեց, որ ժամանակն է անդրադառնալ իրականում կարևոր հարցին։ Մենք պետք է խոսենք ապագայի մասին, Ռաֆայել։ Այն մասին, թե ինչպես է սա գործելու, երբ երեխան ծնվի։ Նա գլխով արեց, արտահայտությունը լրջացավ։ Ես լսում եմ։ Ես ուզում եմ, որ դուք լինեք նրա կյանքի մի մասը, սկսեց նա խնամքով ընտրելով բառերը։ Ես հավատում եմ, որ յուրաքանչյուր երեխա արժանի է ճանաչել իր ծնողներին, ապրել նրանց հետ։ Բայց ես պետք է անկեղծ լինեմ։ Ես դեռ վիրավորված եմ։ Դեռ բաց վերքեր ունեմ այն բանից, ինչ տեղի ունեցավ մեր միջ։ Ես հասկանում եմ, պատասխանեց Ռաֆայելը, ձայնը մեղմ։ Եվ ընդունում եմ ցանկացած պայմանավորվածություն, որը դուք կհամարեք լավագույնը երեխայի համար։ Ես կարող եմ մոտ ապրել, տեսնել երեխային հանգստյան օրերին, ներկա լինել կարևոր իրադարձություններին։ Կամ կարող եմ ավելի մոտ տեղափոխվել, ամեն օր օգնել, բայց ձեզ տալ այն տարածությունը, որը ձեզ պետք է։ Ինչ որոշեք, ես կհարգեմ։
Դուք իսկապես փոխվել եք, դիտարկեց Իզաբելան շուրթերին թեթ ժպիտով։ Այն Ռաֆայելը, ում ես ճանաչում էի երանում, երբեք թույլ չէր տա, որ մեկ ուրիշը սահմաներ որե համաձայնագրի պայմանները։ Երանի Ռաֆայելը չգիտեր, թե ինչ էր կորցնում, պատասխանեց նա մի հում անկեղծությամբ, որը զինաթափեց նրան։ Նախքան նա կկարողանար պատասխանել, Իզաբելան զգաց հանկարծակի ուժեղ կծկում, շատ տարբեր այն նախապատրաստական կծկումներից, որոնք նա զգում էր վերջին շաբաթներին։ Զարմանքի անհարմարության արտահայտություն անցավ նրա դեմքով։ Ինչ եղավ։ Անմիջապես հարցրեց Ռաֆայելը, անհանգստությունը ակնհայտ նրա ձայնում։ Կարծում եմ Իզաբելան խորը շունչ քաշեց, սպասելով, որ կծկումն անցնի։ Կարծում եմ, դա կարող է լինել ծննդաբերության սկիզբը։ Բայց դեռ մեկ շաբաթ կա մինչ նախատեսված ամսաթիվը, ասաց նա, արդեն ոտքի կանգնելով, դեմքը անհանգստության հուզմունքի խառնուրդ էր։ Երեխաներն ունեն իրենց սեփական ժամանակացույցը, պատասխանեց նա ժպտալու փորձով, որն ընդհատվեց մեկ կծկումով։ Հետագա իրադարձությունները ծավալվեցին գրեթե սյուրռեալ արագությամբ։ Ռաֆայելը, պահպանելով զարմանալի հանգստություն, օգնեց Իզաբելային վերցնել հիվանդանոցի համար նախապես պատրաստված պայուսակը, զգուշորեն ուղեկցեց նրան մեքենա, քշեց դեպի քաղաքի նորակառույց, փոքրիկ մանկաբարձական հիվանդանոցը, հեգնաբար, իր իսկ անանուն նվիրատվությունների շնորհիվ։ Ծննդաբերության հաջորդ 10 ժամերի ընթացքում Ռաֆայելը ոչ մի վայրկյան չլքեց Իզաբելայի կողքը։ Նա բռնեց նրա ձեռքը ամենացավոտ կծկումների ժամանակ, սառը կոմպրեսներ դրեց նրա ճակատին, մերսեց նրա մեջքը բուժկրոջ ցուցումներին համապատասխան, շարունակաբար քաջալերող խոսքեր շշնջաց։ Հատկապես դժվար պահի, երբ Իզաբելան, հոգնած վախեցած, հայտարարեց, որ չի կարող շարունակել, Ռաֆայելը անվերջ քնքշությամբ բռնեց նրա դեմքը ձեռքերի մեջ։ Դուք իմ երբե ճանաչած ամենաուժեղ մարդն եք, Իզաբելա Օհանյան, ասաց նա, աչքերն աչքերի մեջ։ Ավելի ուժեղ, քան ցանկացած գործադիր տնօրեն, ցանկացած ներդրող, ցանկացած մարդ, ում երբե բախվել եմ։ Դուք կարող եք դա անել։ Մենք կարող ենք դա անել միասին։ Երբ երեխայի լացը վերջապես լցրեց ծննդասենյակը, առավոտյան 4:37-ին, երկուսն էլ բացահայտորեն լացում էին։ Բժիշկը, ժպտալով, հայտարարեց. Տղա է։ Լիովին առողջ։ Փոքրիկ Գաբրիելը, ինչպես նրանք որոշեցին անվանել հենց այնտեղ, դրվեց Իզաբելայի գիրկը, մի կարմիր անհանգիստ փաթեթիկ, հոր նման զարմանալի քանակությամբ մուգ մազերով, բայց նուրբ դիմագծերով, որոնք խոստանում էին հիշեցնել մորը։ Ռաֆայելը դիտում էր տեսարանը մի զգացմունքով, որը նա երբեք չէր զգացել, այնքան ինտենսիվ, այնքան անմիջական անվերապահ սեր, որը բառացիորեն կտրեց նրա շունչը։ Երբ Իզաբելան նայեց նրան, առաջարկելով առաջին անգամ բռնել որդուն, ինչ-որ բան ավարտվեց նրա ներսում, մի շրջան, որը նա նույնիսկ չգիտեր, որ թերի է։ Հաջորդ օրերն անցան քիչ քնած գիշերների, կերակրումների, տակտիրների ծնող լինելու նոր իրականությանը հարմարվելու մշուշի մեջ։ Ռաֆայելը գործնականում տեղափոխվեց Իզաբելայի տուն, քնելով բազմոցին, միշտ պատրաստ օգնելու երեխայի հետ գիշերվա ընթացքում, պատրաստելով ուտեստներ, ապահովելով, որ նա կարողանա հանգստանալ։ Ծնվելուց մեկ շաբաթ անց Իզաբելայի ծնողները երանից եկան։ Անտոնը, այժմ տեսանելիորեն ավելի առողջ, բուժման շնորհիվ, զգուշավոր աչքերով դիտում էր Ռաֆայելին առաջին հանդիպման ժամանակ։ Բայց տեսնելով, թե ինչպես էր երիտասարդ գործարարը հոգ տանում թոռան մասին, առանց վարանելու տակտիրներ փոխելով, բնական հմտությամբ հանգստացնելով երեխային կրծքին, ինչ-որ բան մեղմացավ նրա արտահայտության մեջ։ Մի գիշեր, երբ Իզաբելան հանգստանում էր, Ռաֆայելը Անտոնին գտավ պատշգամբում, աստղերին նայելիս տեղական թթի օղիով բաժակով։ Իմ աղջիկը ինձ պատմեց ամբողջ պատմությունը, առանց շեղվելու ասաց ավագ տղամարդը։ Պայմանագիրը, ստերը, ձեր արձագանքը հղիությանը։ Նա դադարեց, մի կում խմելով։ Այլ ժամանակներում ես կջարդեի ձեր դեմքը ավելի քիչ բանի համար, գիտեք։ Ռաֆայելը գլխով արեց, ընդունելով իրեն առաջարկված բաժակը։ Ես արժանի կլինեի։ Այո, կլինեիք։ Անտոնը ինտենսիվությամբ նայեց նրան։ Բայց ես նա տեսնում եմ, թե ինչպես եք նայում նրան հիմա։ Ինչպես եք հոգ տանում իմ թոռան մասին։ Ինչպես եք թողել ամեն ինչ երանում, որպեսզի լինեք այստեղ, աշխարհի այս ծայրում, ապրելով որպես սովորական մարդ։ Ես հասկացա, որ կորցրել էի այն, ինչ իրականում կարող էր, պարզապես պատասխանեց Ռաֆայելը։ Եվ որ ոչ մի կայսրություն արժանի չէ առանց մեկի, ում հետ այն կիսել։ Անտոնը երկար դիտեց երիտասարդին։ Գիտեք, թե ինչ նկատեցի, երբ ամեն ինչ կորցրի։
Որ իրական հարստությունը գործարանը չէր, պայմանագրերը, ընտանիքի անունը։ Դա կիրակի օրվա ընթրիքն էր իմ կնոջ դստեր հետ։ Դա Իզաբելայի դաշնամուր նվագելը լսելն էր շաբաթ կեսօրին։ Դա ամեն օր նույն կնոջ կողքին արթնանալն էր, նույնիսկ 30 տարի անց։ Ռաֆայելը կլանեց խոսքերը, հասկանալով դրանց խորը ճշմարտությունը։ Դուք երկուսը դեռ շատ բան ունեք լուծելու, շարունակեց Անտոնը։ Վերքեր, որոնք պետք է բուժվեն։ Վստահություն, որը պետք է վերականգնվի։ Բայց եթե իսկապես սիրում եք նրան, նա նշանակալի դադար արեց, ուղղակիորեն նայելով Ռաֆայելի աչքերին, եթե իսկապես սիրում եք նրան, մի հանձնվեք։ Իմ աղջիկը համառ է հպարտ, ինչպես իր հայրը, բայց նրա սիրտը ցանկացած վիրավորանքից մեծ է։ Այդ զրույցը Ռաֆայելին նոր վճռականություն տվեց։ Հաջորդ ամիսներին, մինչ Գաբրիելը մեծանում էր, դառնալով ծիծաղող հետաքրքրասեր երեխա, Ռաֆայելն ապացուցեց իր նվիրումը ոչ թե մեծ խոսքերով կամ խոստումներով, այլ ամենօրյա հետողական գործողություններով։ Նա ներկա էր անքուն գիշերներին, երբ Գաբրիելը հիվանդ էր։ Առաջին բառերին, առաջին քայլերին։ Նա Իզաբելայի հետ սահմանեց մի առօրյա, որտեղ նրանք կիսում էին երեխայի խնամքը, հարգելով միմյանց տարածքը, դանդաղորեն կառուցելով համագործակցության նորց հիմնված փոխադարձ հարգանքի որդու հանդեպ սիրո վրա։ Ռաֆայելը երանում իր բիզնեսը շարունակում էր հեռակա կարգով, ճանապարհորդելով միայն այն ժամանակ, երբ բացարձակ անհրաժեշտ էր, միշտ հնարավորինս արագ վերադառնում էր Դիլիջան։ Բոլորի զարմանքին Ռմթեքը բարգավաճում էր այս նոր պայմանավորվածության ներքո, գուցե այն պատճառով, որ նրա հիմնադիրը վերջապես գտել էր մի հավասարակշռություն, որը նրան դարձնում էր ավելի լավ, ավելի մարդասեր ղեկավար։ Աստիճանաբար, ինչ-որ նոր բան սկսեց ծաղկել նրա Իզաբելայի մեջ։ Դա նախկինի ինտենսիվ բարդ գիրքը չէր, ոչ էլ սկզբի հաշվարկված պայմանավորվածությունը։ Դա ավելի հանգիստ, ավելի խորը բան էր, կառուցված համատեղ ծնողության վերականգնված հարգանքի ամուր հիմքի վրա։ Այն սկսվեց փոքր պահերից, համատեղ ծիծաղ, երբ Գաբրիելը զվարճալի բան էր անում։ Մատներ, որոնք դիպչում էին իրար, ինչ-որ բան փոխանցելիս։ Զրույցներ, որոնք երկարում էին մինչ գիշեր, երեխայի քնելուց շատ հետո։ Մի հատկապես նշանակալի գիշեր, երբ նրանք դիտում էին Գաբրիելին քնած իր մահճակալում, Իզաբելայի մատները գտան Ռաֆայելի մատները, բնականաբար միահյուսվելով։ Նա նայեց նրան, զարմացած հույսով լի։ Ես դեռ վախենում եմ, մեղմորեն խոստովանեց նա։ Ես դեռ սպիներ ունեմ։ Ես գիտեմ, պատասխանեց նա, նրբորեն սեղմելով նրա ձեռքը։ Ես նույնպես։ Բայց գուցե Իզաբելան վարանեց, փնտրելով ճիշտ բառերը։ Գուցե մենք կարող ենք միասին վախենալ։ Գուցե մենք կարող ենք միասին բուժվել։ Դա սկիզբ էր։ Ոչ թե մեծ խոստում, ոչ թե ակնթարթային երջանիկ։ Ավարտ, այլ ինչ-որ նոր իրական բանի հնարավորություն։ Այդ գիշեր, երբ Ռաֆայելը պետք է վերադառնար իր սեփական տուն, քաղաքի մյուս ծայրում, ինչպես միշտ անում էր, Իզաբելան նրան հրավիրեց մնալ։ Ոչ թե բազմոցին, այլ նրա հետ։ Ոչ թե ֆիզիկական գիրքը վերականգնելու, այլ պարզապես կողք կողքի քնելու, քնի խոցելիությունը կիսելու, վստահության ամենապարզ արարքը։ Պառկած մթության մեջ, լսելով Գաբրիելի մեղմ շնչառությունը մոտակա մահճակալում, Ռաֆայելը քաջություն գտավ այն խոսքերի համար, որոնք նա պահում էր։ Ես սիրում եմ քեզ, Իզաբելա, պարզապես ասաց նա։ Ոչ թե որպես պայմանագրի մաս։ Ոչ թե որպես պարտավորություն։ Ոչ թե որպես գործարք։ Պարզապես որպես մի մարդ, ով իր տունը գտել է մեկ ուրիշի մեջ։ Նա այնքան երկար լուռ մնաց, որ նա մտածեց, թե գուցե քնել է։ Բայց հետո, նրա մեղմ ձայնը լցրեց մթությունը։ Ես նույնպես սիրում եմ քեզ, Ռաֆայել։ Չնայած ամեն ինչին, գուցե նույնիսկ ամեն ինչի պատճառով։ Նրա համար, թե ով էիր դու, ով դարձար։ Այդքան ջանասիրաբար փորձելու համար։ Խոսքերը կախված էին օդում, ոչ թե որպես եզրակացություն, այլ որպես նոր սկիզբ։ Գաբրիելի առաջին ծննդյան օրը հավաքեց ոչ միայն փոքրիկ ընտանիքին մայրական տատիկ-պապիկներին, այլ Դիլիջանում ձեռք բերված նոր ընկերներին երանից մի քանի ծանոթ դեմքերի, Մարկոսին, ով տեսանելիորեն հուզված էր, տեսնելով իր ընկերոջն այդքան փոխված։ Տիկին Զելմային, ով արցունքներով գրկեց Իզաբելային, շշնջալով. Ես գիտեի, որ դուք ճանապարհ կգտնեք։ Խնջույքը տեղի ունեցավ նոր տան այգում, որը նրանք միասին գնել էին, ավելի մեծ, քան Իզաբելայի սկզբնական փոքրիկ տունը, բայց անսահմանորեն փոքր, քան Երանի շքեղ պենթհաուսը։ Պարզ, հյուրընկալ տուն մեծանալու, ապրելու, ընտանիք լինելու համար։
Ծիծաղի ու զրույցների միջ, մինչ Գաբրիելը ձեռքից ձեռք էր անցնում, շոյված ներկաների կողմից, Ռաֆայելը Իզաբելային քաշեց այգու հանգիստ անկյուն։ Գրպանից հանեց ոչ թե զարդերի տուփ, ինչպես կարող էր անել անցյալում, այլ պարզ ծրար։ «Ինչ է սա», հետաքրքրված հարցրեց նա։ «Բացիր»։ Ներսում կար իրավական փաստաթուղթ, հին ամուսնության պայմանագրի պաշտոնական ամբողջական չեղարկումը։ Եվ դրա հետ մի պարզ թուղթ, ձեռագիր խոսքերով. Նոր պայմանագիր։ 1. Սիրել քեզ ամեն օր, նույնիսկ դժվար օրերին։ 2. Հարգել քո ազատությունը, քո երազանքները, քո տարածքը։ 3. Կառուցել քո կողքին իրական կյանք, ոչ թե տեսք։ 4. Լինել հայր, գործընկեր, ընկեր, սիրեկան, այն հերթականությամբ, որը քեզ անհրաժեշտ է։ 5. Ամեն արածակին նորացնել այս պարտավորությունը։ Վավերականություն, ցմահ։ Հատուկ կետ, ստորագրություն անհրաժեշտ չէ։ Միայն երկու սիրտ, պատրաստ փորձելու։ Արցունքներ լցրին Իզաբելայի աչքերը, երբ նա կարդում էր պարզ, բայց խորիմաստ խոսքերը։ Եթե ուզում ես սա էլ պատռել, ես կհասկանամ, մեղմորեն ասաց Ռաֆայելը։ Գուցե ավելի լավ է, որ մեր միջ պայմանագրեր չունենանք։ Միայն խոստումներ։ Միայն ամենօրյա ընտրություններ։ Ոչ, ժպտաց նա արցունքների միջով, զգուշորեն ծալելով թուղթը այն սրտին մոտ պահելով։ Սա ես ուզում եմ պահել։ Մեզ հիշեցնելու համար, թե որտեղից ենք եկել։ Եվ թե որքան ենք մեծացել։ Ռաֆայելը բարեպաշտորեն դիպավ նրա դեմքին, կարծես դեռ հազիվ էր հավատում իր բախտին, իր երկրորդ հնարավորությանը։ Ուզում եք նորացնել մեր ուխտերը, հարցրեց նա։ Այս անգամ, իսկապես։ Առանց հանրության, առանց ներդրողների, առանց տեսքի։ Միայն մենք, Գաբրիելը, մեր ընտանիքները, մեր իսկական ընկերները։ Այո, պատասխանեց Իզաբելան առանց վարանելու։ Բայց այս անգամ ես կգրեմ իմ սեփական ուխտերը։ Եվ դուք կգրեք ձերինը։ Արարողությունը տեղի ունեցավ 3 ամիս անց Դիլիջանի փոքրիկ պատմական եկեղեցում։ Չկար ցուցադրական շքեղություն, ոչ հայտնի հյուրեր, ոչ էլ մամուլի լուսաբանում։ Միայն անկեղծ սեր, անկեղծ արցունքներ, խոստումներ, որոնք պետք է կատարվեին։ Գաբրիելը, այժմ իր առաջին քայլերն անելով, անհարմար հարսանիքի օգնականն էր, ով գրեթե գցեց մատանիները, առաջացնելով ներկաների սիրալիր ծիծաղը։ Երբ քահանան վերջապես հայտարարեց. Այժմ դուք իսկապես միացած եք ամուսնությամբ, դա ոչ միայն իրավական ձականություն էր, այլ ամբողջական ճանապարհորդության ճանաչում, սառը պայմանագրից մինչ իսկական սեր, տեսքից մինչ իրականություն, վախից մինչ խոցելի լինելու քաջություն։ Հաջորդած խնջույքը պարզ էր ու ուրախ, տեղի ունեցավ նրանց տան այգում, տիկին Զելմայի տիկին Գեղանուշի պատրաստած տնական ուտեստներով, տեղացի արվեստագետների կենդանի երաժշտությամբ, երեխաներով, ովքեր ազատորեն վազվզում էին մեծահասակների մեջ։ Ինչ-որ պահի Մարկոսը Ռաֆայելին գտավ, դիտելիս Իզաբելային, ով Գաբրիելին գրկած պարում էր, ծիծաղելով Անտոնի ասածի վրա։ Ով կմտածեր, հա մեկնաբանեց ընկերը, թափահարելով Ռաֆայելի մեջքը։ Երանի վախեցնող բիզնես շնաձուկը, ընտելացված մի կնոջ երեխայի կողմից մի փոքրիկ գյուղական քաղաքում։ Ռաֆայելը ժպտաց, աչքերը երբեք չհեռացնելով իր ընտանիքից։ Գիտեք, թե ինչն է զվարճալի։ Երբեք ինձ այդքան ազատ չեմ զգացել։ Իսկ ընկերությունը, անկեղծորեն հարցրեց Մարկոսը։ Չեք կարոտում ուղակի վերահսկողությունը, ադրենալինը։ Ընկերությունը երբեք ավելի լավ չի եղել, հանգիստ պատասխանեց Ռաֆայելը։ Գուցե այն պատճառով, որ նրա հիմնադիրը վերջապես հասկացավ, որ կան ավելի կարևոր բաներ, քան եռամսյակային հաշվետվությունները։ Կամ գուցե նա ժպտաց, որովհետև հիմա ես իրական բան ունեմ իմ որոշումները մոտիվացնելու համար, մի ժառանգություն, որն իսկապես կարևոր է։ Նա մատնացույց արեց Գաբրիելին, ով այժմ անհարմար քայլերով վազում էր դեպի նրանք, ձեռքերը մեկնած կանչելով հայրիկ։ Հայրիկ այն մաքուր ուրախությամբ, որը միայն երեխաներն ունեն։ Ռաֆայելը նրան գրկեց, բարձրացնելով օդում, առաջացնելով տղայի հաճելի ծիծաղը։ Իզաբելան մոտեցավ, ժպտալով, տեսնելով նրանց երկուսին միասին, այնքան նման իրենց մուգ մազերով կանաչ աչքերով, բայց տղան բարեբախտաբար ժառանգել էր մոր բնական քնքշությունից ավելին, քան հոր ինտենսիվությունից։ Նա ծանրանում է, մեկնաբանեց նա, շոյելով որդու գանգուր մազերը։ Կամ ես եմ ծերանում, կատակեց Ռաֆայելը, տղային ցած դնելով, որպեսզի նա նորից վազի։ Ձեր 31 տարեկանում, կատակեց Իզաբելան, աչքերը փայլում էին այն հարմարավետ սիրուց, որն այժմ կիսում էին։ Հուսով եմ, ոչ։ Մեզ երկար ճանապարհ է սպասվում։
Հատկապես հիմա։ Նրա տոնի մեջ ինչ-որ բան կար, որը գրավեց Ռաֆայելի ուշադրությունը։ Հատկապես հիմա։ Ի պատասխան, Իզաբելլան բռնեց նրա ձեռքը, այն առաջնորդեց դեպի իր որովայնը, դեռ կատարելապես հարթ, բայց գրելով մի թանկարժեք գաղտնիք։ Ռաֆայելի աչքերը լայն բացվեցին, հասկացողությունը լուսավորեց նրա դեմքը։ Դուք… Նա գլխով արեց, դեմքը լուսավորվեց շողշողուն ժպիտով։ Այս անգամ, առանց խուճապի, ճիշտ է։ Այս անգամ, խոստացավ նա, իրեն մոտ քաշելով, միայն ուրախություն։ Եվ գուցե մի փոքր առողջ սարսափ, թե ինչպես ենք հաղթահարելու երկու փոքրիկ երկրաշարժերը։ Երեք, մեղմորեն ուղեց նա, զվարճանքով դիտելով նրա շփոթությունը։ Բժիշկն ասաց, որ երկվորյակներ են։ Ռաֆայելի դեմքի բացարձակ ցնցման արտահայտությունն արագորեն փոխարինվեց անհավատալի ուրախ ծիծաղով, որը գրավեց շուրջ բոլորի ուշադրությունը։ Առանց հանդիսատեսի մասին մտածելու, նա Իզաբելլային բարձրացրեց իր գրկում, պտտեց նրան, ճիշտ այնպես, ինչպես մի քանի րոպե առաջ արել էր Գաբրիելի հետ։ Երեք երեխա, շնջաց նա, երբ վերջապես նրան ցած դրեց, պահելով իր գրկում։ Լիարժեք ընտանիք։ Ավելի շատ, քան երբեք երազել էի արժանի լինել։ Դուք արժանի եք, վստահեցրեց նա, քնքշորեն դիպչելով նրա դեմքին։ Մենք արժանի ենք այս երկրորդ հնարավորությանը, այս իրական կյանքին։ Նրանց շուրջ խնջույքը շարունակվում էր, ընկերներ էին զրուցում, երաժշտություն էր հնչում, Գաբրիելը վազվզում էր այլ երեխաների հետ։ Բայց այդ պահին Ռաֆայելի Իզաբելլայի համար կային միայն միմյանց այն ապագայի խոստումը, որը նրանք կառուցել էին միասին, ոչ թե պայմանագրերի տեսքի միջոցով, այլ իրական սիրո քրտնաջան աշխատանքի, խոցելի լինելու քաջության, մնալու, փորձելու, ներելու ամենօրյա ընտրության միջոցով։ Եթե մեկը ինձ 2 տարի առաջ ասեր, որ ես այստեղ կլինեմ, մտածեց Ռաֆայելը, շուրջ բոլորը նայելով այն պարզ, բայց հարուստ կյանքին, որն այժմ կիսում էին, ես կծիծաղեի։ Կամ կհեռացնեի այդ մարդուն խելագարության համար։ Իսկ հիմա… հարցրեց Իզաբելլան, գլուխը հենելով նրա ուսին։ Հիմա գիտեմ, որ այն մարդը, ում ես էի, խորապես կորած էր։ Եվ որ պետք էր կորցնել ամեն ինչ, որպեսզի վերջապես գտնեմ տունդարձի ճանապարհը։ Նրանք համբուրվեցին Տավուշի մարզի աստղազարդ երկնքի տակ, իրենց որդու ծիծաղի ձայնը ֆոնին, ոչ թե որպես համաձայնագրի մաս, ոչ թե որպես պարտավորություն, այլ որպես մի տղամարդ, մի կին, ովքեր ընտրել էին միմյանց իրենց բոլոր անկատարություններով, բոլոր մարտահրավերներով, իրական սիրո բերած ցավի ուրախության ամբողջ ներուժով։ Պայմանագիրն ավարտվել էր։ Իրական կյանքը նոր էր սկսվել։ Պատմության ավարտը, սիրելի ունկնդիրներ, հուսով ենք, որ Իզաբելլայի Ռաֆայելի պատմությունը հուզել է ձեր սրտերը։ Եթե դուք հուզվել եք փրկության իսկական սիրո այս ճանապարհորդությունից, մի մոռացեք բաժանորդագրվել մեր ալիքին, հարաբերությունների բարդություններն ու կյանքի առաջարկած երկրորդ հնարավորությունները ուսումնասիրող ավելի շատ պատմությունների համար։ Դրեք լայք, եթե հավատում եք սիրո փոխակերպող ուժին, կիսվեք մեկի հետ, ում պետք է հիշեցնել, որ երբեք ուշ չէ նորից սկսելու համար։ Մեկնաբանություններում պատմեք մեզ, երբ ապրել եք կամ ականատես եղել եք սիրո պատմության, որը հաղթահարել է թվացյալ անհաղթահարելի խոչընդոտներ։ Մենք անհամբեր սպասում ենք կարդալու ձեր փորձառությունները կապվելու այս պատմությունների միջոցով, որոնք մեզ ավելի մարդկային են դարձնում։